Պատկերացրեք, որ կանգնած եք ժամանակակից քաղաքի կենտրոնում։ Երկնաքերեր, մետրո, էլեկտրական լույսեր, միլիոնավոր մարդիկ շուրջըդ։ Այս ամենը թվում է անդառնալի, հավերժական, ակնհայտ։ Իսկ հիմա սեղմ եք արագացման կոճակը։ Լույսերը մարում են։ Մետրոյի պոմպերը կանգնում են եւ ստորգետնյա թունելները ողողվում են ջրով ընդամենը 7 օրում։ Առանց տեխնիկական սպասարկման էնտրոպիան անմիջապես պահանջում է իր իրավունքները։ Քաղաքը քայքայվում է։ Երկնաքերերը փլատակների վերածվում են 20 տարում։ Անտառները ծածկում են ավերակները 50 տարում։ 100 տարի եւ դեռ քաղաքը անտեսանելի է օդից։ 1000 տարի եւ նույնիսկ հարկերի հիմքերը քայքայվում են։ 50 միլիոն տարի եւ մոլորակը ջնջում է յուրաքանչյուր հետք։ Ոչինչ։ Նույնիսկ մեկ ապացույց չի մնում, որ դուք երբևէ եղել եք։ Իսկ հիմա դադարեցրեք արագացումը։ Վերադարձեք այսօր։ Դուք կանգնած եք նույն վայրում։ Քաղաքը նորից կառուցված է։ Լույսերը նորից վառվում են։ Մարդիկ նորից շրջում են փողոցներում։ Բայց գուցե սա առաջին անգամը չէ, որ այստեղ քաղաք կա։ Գուցե մենք արդեն խաղացել ենք այս խաղը 5 անգամ, 10 անգամ, 50 անգամ։ Իսկ մոլորակը յուրաքանչյուր անգամ ջնջել է ապացույցները։ Մենք կարծում ենք, որ առաջին քաղաքակրթությունն ենք, բայց ինչ կլիներ, եթե մենք միայն վերջին փորձն ենք։ Ինչ կլիներ, եթե մինչև մեզ եղել են ուրիշներ, ովքեր հասել են նույն մակարդակին կամ նույնիսկ բարձր, եւ ապա ամեն ինչ կորել է մեկ կատակլիզմի ընթացքում։ Ես պատմելու եմ ձեզ մի պատմություն, որը կփոխի ձեր պատկերացումները մարդկային քաղաքակրթության մասին։ Պատմություն ապացույցությունների մասին, որոնք թաքնված են անապատների ավազում եւ արկտիկական սառույցների տակ։ Պատմություն գիտնականների մասին, ովքեր համարձակվել են հարցնել անհարմար հարցեր։ Պատմություն այն մասին, որ մենք գուցե արդեն մեռել ենք 5 անգամ եւ մեր հիշողությունը ջնջվել է։ Եկեք սկսենք ամենաանսպասելի վայրից՝ լիբիական անապատից, որտեղ ավազի տակ թաքնված է բանմը, որը չպետք է գոյություն ունենա։ 2005 թվականին երկրաբանները լիբիական անապատում հայտնաբերեցին մի բան, որը նրանց ամբողջովին շփոթեցրեց։ Հազարավոր կիլոգրամ հատակապակի մանիկ զանգվածներ, որոնք ծածկում էին 150 կիլոմետր տարածությունը։ Այս ապակին խիստ տարբերվում էր սովորական ապակուց։ Այն պարունակում էր իրիդիումի հետքեր եւ ուներ հաստատուն քիմիական կազմ, բայց ամենահետաքրքիրը դրա ձևավորման ջերմաստիճանն էր՝ 1700 աստիճան Ցելսիուս։ Սովորական անապատը չի կարող ստեղծել նման բարձր ջերմաստիճան։ Նույնիսկ վայրագ անապատային արևին արևը չի հասնում նման արժեքների։ Բնական պայմաններում միայն երկու երևույթ կարող են հասցնել ավազը նման ջերմաստիճանի։ Առաջինը՝ երկնաքարի ազդեցությունը, երկրորդը՝ ատոմային պայթյունը։ Լիբիական անապատի ապակին ստացավ հատուկ անուն՝ լիբիական անապատի ապակի։ Այն տարածված է հսկայական տարածքներում։ Հիշեք այս թիվը՝ 6000 քառակուսի կիլոմետր, մոտավորապես Պալեստինի չափ։ Ողջ այդ տարածությունը ծածկված է այս խորհրդավոր ապակով։ Գիտնականները սկզբում մտածեցին երկնաքարի մասին։ Իրոք, երբ մի հսկա երկնաքար մտնում է մթնոլորտ եւ բախվում մոլորակին, այն ստեղծում է այնպիսի ջերմաստիճան, որը կարող է հալեցնել ավազը։ Բայց ահա խնդիրը։ Եթե դա երկնաքար լիներ, պիտի լիներ հսկա հորատանք։ Ապացույցում բախման մասին։ Մետեորիտի բեկորներ։ Ոչինչ նման բան չկա։ Երկրորդ տարբերակը՝ ատոմային պայթյունը։ Երբ ատոմային սարք պայթում է մերձերկրյա մակարդակում, այն ստեղծում է ճիշտ այդպիսի ջերմաստիճան՝ 1700 աստիճան։ Ավազը վերածվում է կանաչավուն ապակու, որը գիտնականները անվանում են տրինիտիտ, Թրինիթի փորձարկման հետ կապված։ Երբ ամերիկյան ֆիզիկոսները պայթեցրեցին առաջին ատոմային բոմբան Նյու Մեքսիկոյի անապատում 2050 թվականին, ավազը հալվեց եւ ստեղծեց կանաչավուն ապակու շերտ։ Լիբիական անապատի ապակին տարօրինակ կերպով նման է տրինիտիտին։ Նույն բնութագրերը, նույն ձևավորման ջերմաստիճանը։ Բայց ահա տարբերությունը։ Լիբիական ապակին 26 միլիոն տարեկան է։ Կանգ առեք եւ մտածեք այս մասին։ 26 միլիոն տարի առաջ։ Երբ դինոզավրերից բացի այլ բան գրեթե չկար, երբ առաջին կապիկները դեռ չէին հայտնվել, երբ մարդը որպես տեսակ չէր գոյություն ունենում նույնիսկ նախագծում, ում ատոմային զենքը կարող էր ստեղծել այդ ապակին։ Մոնաշի համալսարանից պրոֆեսոր Մարկ Բոսլաուն 30 տարի ուսումնասիրել է լիբիական ապակին։ Նա համեմատել է դրա բաղադրությունը երկնաքարերի ազդեցությունից ստեղծված ապակու հետ։ Արդյունքը նրան շոկի մեջ դրեց։ Լիբիական ապակին չի համապատասխանում մետեորային ազդեցության նմուշներին։ Այն նման է ինչ-որ այլ բանի, բայց ինչին։ Երկրորդ տարօրինակությունը դրա տարածումը։ Երբ երկնաքար բախվում է երկրին, այն ստեղծում է հորատանք եւ շրջակայքում ցրում հալած նյութը։ Բայց դա տեղի է ունենում շառավղային ձևով, կենտրոնից դեպի եզրեր։ Լիբիական ապակին տարածված է բարդ օրինաչափությամբ,
որը չի համապատասխանում երկնաքարի բախման մոդելին։ Այն կարծես ծածկում է որոշակի շրջաններ, կարծես որևէ մեկը նախագծել է այս տարածքը։ Երրորդ տարօրինակությունը իրիդիումի առկայությունը։ Իրիդիումը հազվադեպ տարր է երկրի վրա, բայց հաճախ հանդիպում է երկնաքարերում։ Երբ հսկա երկնաքար բաղբաղվում է մոլորակին, այն թողնում է իրիդիումի շերտ։ Լիբիական ապակում իրիդիում կա, բայց շատ քիչ քանակությամբ, շատ քիչ մեծ բախման համար, բայց բավարար, որպիսի հարցեր առաջացնեն։ Քամբրիջի համալսարանի երկրաբան Ջուդիթ Բանդին հետազոտել է լիբիական ապակու ռադիոակտիվությունը։ Դա ստանդարտ մեթոդ է հնագիտության մեջ, պարզելու նյութի տարիքը։ Նա պահանջվող արդյունքը ստացավ՝ 26 միլիոն տարի։ Բայց նա նաև հայտնաբերեց մի բան անսպասելի։ Ապակու որոշ նմուշներ ցույց տվեցին ռադիոակտիվության հետքեր, որոնք բնորոշ են ատոմային ռեակցիայի արտադրանքներին։ Շատ թույլ հետքեր, բայց դրանք կային։ Դրանից հետո Բանդին հրապարակեց զեկույց, որտեղ նշեց, որ լիբիական ապակին չի կարող լինել միայն բնական երևույթ։ Նա խստորեն քննադատվեց գիտական հանրության կողմից։ Ոչ ոք չցանկացավ խոսել այն մասին, որ 26 միլիոն տարի առաջ ինչ-որ մեկը կարող էր օգտագործել ատոմային էներգիան։ Այն անհեթեթ էր։ Դա հակասում էր ամեն ինչին, ինչ մենք գիտեինք էվոլյուցիայի մասին։ Բայց ահա ձեզ շոկող փաստ։ Լիբիական անապատը միակ վայրը չէ։ Երկրագնդի վրա կան ընդամենը 8 մեծ տարածքներ, որտեղ հայտնաբերվել են տեկտիտներ, հատակապակի զանգվածներ, որոնք ձևավորվել են բարձր ջերմաստիճանից։ Այդ տարածքները գտնվում են Սահարայում, Ավստրալիայում, Հարավ-Արևելյան Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում։ Մեկ տարածք կարող է լինել պատահականություն, երկուսը տարօրինակ համարվել, բայց 8 տարածք դա արդեն օրինաչափություն է։ Ինչ որ բան տեղի է ունեցել մոլորակի պատմության մեջ, որը հասցրել է ողջ տարածքներ այդ խորհրդավոր ջերմաստիճանի։ Բայց երբ եւ ինչպես։ Գիտնականները երկար փորձեցին բացատրել տեկտիտները երկնաքարերի բախումներով, բայց թվերը չեն համապատասխանում։ 8 հսկա բախում տարբեր ժամանակներում, որոնք բոլորը թողեցին միևնույն տեսակի ապակի, բայց ոչ մեկը չթողեց շնորհանդեսային հորատանք։ Դա անհավանական է։ Դրանից հետո գործարկվեց մեկ այլ տեսություն՝ վուլկանական պայթյուններ, գերհրաբուխներ, որոնք կարող էին ստեղծել բավարար ջերմաստիճան։ Բայց ահա խնդիրը։ Տեկտիտների տարածքները չեն համապատասխանում վուլկանական տարածքներին։ Դրանք գտնվում են այնտեղ, որտեղ երբեք վուլկաններ չեն եղել։ Լիբիական անապատը կրատերից հազարավոր կիլոմետրեր հեռու է։ Ուրեմն մենք մնում ենք մի խնդրով առանց պատասխանի։ 8 հսկա տարածք ողջ մոլորակի վրա, որտեղ ինչ-որ բան հալել է ավազը 1700 աստիճան ջերմաստիճանի։ Առանց երկնաքարերի, առանց վուլկանների, առանց ցանկացած բնական բացատրության։ Իսկ հիմա նայեք այս թվին՝ 26 միլիոն տարի։ Լիբիական ապակու տարիքը։ Այժմ ավելացրեք հետևյալ փաստը. Ավստրալիայի տեկտիտները ընդամենը 700 000 տարեկան են։ Հարավ-Արևելյան Ասիայի տեկտիտները 750 000 տարեկան։ Սահարայի մյուս տարածքները 2 միլիոն տարեկան։ Տարբեր ժամանակներ, տարբեր տարածքներ, բայց միևնույն արդյունքը։ Իբրև որ մեկը մոլորակի պատմության մեջ միանգամից փորձարկում էր իր զենքը տարբեր վայրերում։ Կամ իբրև որ նույն կատակլիզմը կրկնվում էր տարբեր ժամանակներում։ Գիտեք ինչ ասաց Արիզոնայի պետական համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Քլեյտոնը 2012 թվականին։ Նա ուսումնասիրել էր տեկտիտների բաղադրությունը 40 տարի։ Նա տվեց հարցազրույց, որտեղ ասաց. «Մենք չգիտենք, թե ինչպես են ձևավորվել տեկտիտները։ Բոլոր մեր տեսությունները ունեն լուրջ անհամապատասխանություններ։ Եթե ես ազնիվ լինեմ, պետք է ասեմ, մենք չենք հասկանում, թե ինչ է տեղի ունեցել, եւ սա ինձ անհանգստացնում է։ Ձեզ համար սա պարզապես հետաքրքիր գիտական խնդիր է, բայց պրոֆեսոր Քլեյտոնի համար սա կրիզիս էր։ 40 տարի ուսումնասիրել հուզող երևույթ եւ գալ եզրակացության, որ դու ոչինչ չես հասկանում։ Դա նույնը չէ, որ ասել մենք դեռ չգիտենք։ Դա ասել է մեր ողջ մոդելը սխալ է։ Այժմ դադարեցրեք եւ մտածեք։ Ինչու է գիտնականը, որը տրամադրել է իր կյանքը մեկ հարցի ուսումնասիրությանը, հանկարծ ասում, որ նրա բոլոր մոդելները չեն աշխատում։ Ինչ է նա տեսել, որ նրան հասցրել է այդքան ճակատագրական ընդունելության։ Գուցե նա հասել էր եզրակացության, որ պատասխանը գտնվում է ոչ թե երկրաբանության մեջ, այլ պատմության մեջ։ Բայց եկեք ենթադրենք մի րոպե։ Ենթադրենք, որ երբևէ միլիոնավոր տարիներ առաջ այս մոլորակի վրա գոյություն ունեցել է քաղաքակրթություն։ Դա կարող է լինել ուրիշ տեսակ, ոչ թե մարդիկ։ 26 միլիոն տարի բավարար է, որպեսզի մոլորակը ամբողջությամբ վերականգնվի։ Տեկտոնական սալերը շարժվում են, լեռներ բարձրանում են եւ քայքայվում են։ Օվկիանոսները փոխում են իրենց սահմանները, մթնոլորտը թարմացվում է։ Կենսաբազմազանությունը վերագտնում է իրեն։ Ամեն ինչ արդիականացվում է։ Միակ բանը 12800 տարի առաջ երկրագնդի վրա տեղի ունեցավ ինչ-որ բան,
որը գրեթե ոչնչացրեց ողջ մարդկությունը։ Գիտնականները այն անվանում են փոքր դրիասի իրադարձություն։ Դա մի կատակլիզմ էր, որը փոխեց կլիման մի ուղղությամբ եւ ապա վերադարձրեց մյուս ուղղությամբ, ընդամենը 1200 տարվա ընթացքում։ Պատկերացրեք սա։ Մենք գտնվում ենք վերջին սառցադարի վերջին փուլում։ Սառույցները հալչում են, ջերմաստիճանը բարձրանում է, կենսաբազմազանությունը վերականգնվում է, մարդիկ սկսում են զբաղվել գյուղատնտեսությամբ եւ ստեղծել առաջին բնակավայրեր։ Ամեն ինչ գնում է դեպի առաջ, եւ հանկարծ ինչ որ մեկը սեղմում է հետադարձ կոճակը։ Ջերմաստիճանը կտրուկ ընկնում է 15 աստիճան Ցելսիուս 6 ամսում։ Սա տեղի է ունենում ամբողջ հյուսիսային կիսագնդում միաժամանակ։ Սառույցը վերադառնում է, անտառները մեռնում են, կենդանիները անհետանում են, իսկ մարդիկ նոր սովորած գյուղատնտեսությունը հանկարծ հայտնվում են աշխարհում, որտեղ ոչինչ չի աճում։ Այս իրադարձությունը տևեց 1200 տարի։ Ամբողջ պատմություն։ Ավելի երկար, քան հռոմական կայսրության գոյությունը։ Եվ ապա, նույնքան անհանկարծ, ինչպես սկսվել էր, այն ավարտվեց։ Ջերմաստիճանը վերադարձավ նախկին մակարդակին 10 տարվա ընթացքում։ Սառույցը հալվեց, կլիման կայունացավ, բայց աշխարհը փոխվել էր անդառնալիորեն։ Հազարավոր տեսակներ անհետացել էին. մամոնտները, կեղտոտ կորեղները, մեգատերիումները, հսկա վագրերը, ամբողջ մեգաֆաունա, որը գոյություն ունեցել էր հնգի շացած մեկ ավելի բան թվում է տարի, պարզապես անհետացել էր։ Վաղ մարդկային մշակույթները, ինչպիսիք են Քլովիս մարդիկ Հյուսիսային Ամերիկայում, անհետացան։ Նրանց բնակավայրերը լքված էին, նրանց գործիքները մնացին ավազի տակ։ Գիտնականները երկար մտածեցին, թե ինչը հասցրել է փոքր դրիասին։ Առաջին տեսությունը սառցադարի ջրի արտահոսք։ Երբ հսկայական սառցադարային լճերը հանկարծ դատարկվում են օվկիանոսը, դա կարող է փոխել ջերմաստիճանը, բայց թվերը չէին համապատասխանում։ Այդքան մեծ սառչում, այդքան արագ տեմպով չէր կարող լինել պարզապես ջրի հոսքից։ 2007 թվականին Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Քենեթի հետազոտող խումբը հայտնաբերեց մի բան տարօրինակ։ Նրանք քննեցին նստվածքներ 12800 տարեկան եւ գտան նանոադամանդների շերտ։ Նանոադամանդները կարող են ձևավորվել միայն մեկ կերպ՝ կոսմոսային ազդեցությունից։ Սկսեցին ակտիվ փորելը։ Եվ նրանք գտան ավելին՝ իրիդիումի շերտ, կենդանիների այրված ոսկորներ, կեղծավոր ածուխ, անտառի արագ այրման նշան, սփերուններ, փոքր ապակե գնդիկներ, որոնք ձևավորվում են, երբ բարձր ջերմաստիճանը հալեցնում է սիլիկատային նյութերը։ Բոլոր այս նշանները ցույց էին տալիս մեկ բան՝ բախում։ Քենեթը եւ նրա թիմը առաջադրեցին նոր տեսություն։ Փոքր դրիասը հասցվել է երկնաքարի բախումից։ Ոչ թե մեկ մեծ երկնաքար, այլ հսկայական դաշտի բեկորներ, որոնք համարյա միաժամանակ բախվել են երկրին։ Հարվածները տեղի են ունեցել հյուսիսային կիսագնդում, Հյուսիսային Ամերիկայից մինչև Եվրոպա։ Պատկերացրեք այդ գիշերը։ Մարդիկ նայում են երկինք եւ տեսնում են լույսի հսկա գնդեր, որոնք մտնում են մթնոլորտ։ Յուրաքանչյուր գունդ փայլուն է, քան լուսինը։ Նրանք բախվում են մոլորակին հարյուրավոր կիլոմետրի ժամանոց արագությամբ։ Յուրաքանչյուր բախում ազատում է էներգիա համարժեք հարյուրավոր միգամավոր ատոմային պայթյունների։ Օդը վառվում է։ Անտառները ճարպիկվում են տարածվող կրակով։ Ցնցումային ալիքները քաշքշում են ամեն ինչ հազարավոր կիլոմետրերի շրջանակում։ Մթնոլորտը լցվում է փոշով, մեղրով, գազով։ Արևը փակվում է մառախլով։ Եվ ապա սկսվում է պաղը։ Թվում է, որ սա գիտական ֆանտաստիկա է, բայց ապացույցները կան։ Հյուսիսային Ամերիկայի 46 վայրերում հայտնաբերվել են շերտեր, որոնք պարունակում են բախման նշաններ։ Դրանցից յուրաքանչյուրը թվագրվում է նույն ժամանակաշրջանի 12800 տարի առաջ։ Նույն քիմիական ցուցանիշները, նույն իրիդիումը, նույն նանոադամանդները, բայց ահա հետաքրքիրը։ Եթե դա երկնաքարի դաշտ էր, ապա որտեղ է աղբյուրը։ Երկնաքարերը սովորաբար գալիս են կոմետներից կամ աստերոիդներից։ Աստրոֆիզիկոսները սկսեցին փնտրել ավելացող ապացույցություններ եւ հայտնաբերեցին ավելացող ապացույցություններ, 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 եւ հայտնաբերեց, որի բեկորները դեռ շրջում են արևի շուրջը։ Երկիրը հատում է դրա ուղեծիրը 2 անգամ տարեկան՝ հունիսի եւ նոյեմբերին։ Երբ մենք անցնում ենք նրա միջով, մենք տեսնում ենք երկրային կայծակների անձրև։ Դա սովորական երևույթ է, բայց 12800 տարի առաջ
Մենք անցանք այդ ամպի ամենախիտ հատվածի միջով։ Կամբրիջի համալսարանի աստրոֆիզիկոս Բիլ Նեփիեր հաշվարկել է, որ երկնաքարի բեկորներն ունեցել են ընդհանուր զանգված մոտավորապես 3000 միլիարդ տոննա։ Սա բավարար է, որպեսզի ստեղծվի ամբողջ կիսագնդի կատակլիզմ։ Նա նաև պարզեց, որ բախումները տեղի են ունեցել բազմակի շրջաններում՝ Կանադայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում։ Իսկ հիմա նայեք մի այլ փաստին։ Փոքր Դրիասի իրադարձությունից հետո մարդկությունը ունեցավ այն, ինչ գիտնականները անվանում են նեոլիթական հեղաշրջում։ Այս առաջին անգամ էր, որ մարդիկ սկսեցին համակարգված կերպով զբաղվել գյուղատնտեսությամբ։ Նրանք կառուցեցին Գոբեկլի թեփեն Թուրքիայում, հսկա քարե կոմպլեքս, որը 11000 պատի վեցված առաջնի դատ, առաջնի 6-ն է, մանրաջրթային տարիհին։ Դրանից առաջ մենք էինք որսորդ հավաքորդներ, պատահական բնակավայրեր, անկայուն բնութագրով կյանք։ Ինչու է հանկարծ ամեն ինչ փոխվել։ Ինչու է մարդկությունը անցել որսից եւ հավաքումից դեպի գյուղատնտեսություն եւ բնակավայրային կյանք։ Ստանդարտ տեսությունը ասում է, որ դա էվոլյուցիայի բնական քայլ էր։ Մարդիկ պարզապես պատրաստ էին։ Բայց գուցե այն այլ բան էր։ Գուցե մարդիկ տեսել էին կատակլիզմը։ Տեսել էին, թե ինչպես երկինքը վառվում է եւ անտառները ոչնչանում են։ Տեսել էին մեգաֆաունայի մահը։ Եվ նրանք հասկացան, որ մնալը որսորդ հավաքորդներ նշանակում էր մահ։ Դրանք պետք է փոխվեին։ Դրանք պետք է սովորեին վերահսկել սնունդը, կառուցել բնակավայրեր, պահեստավորել ռեսուրսներ։ Փոքր Դրիասը կարող է լինել շոկը, որը ստիպեց մարդկությանը ստեղծագործել քաղաքակրթությունը։ Դա կարող է լինել պահը, երբ մենք հասկացանք, որ մենք պետք է կազմակերպվենք, որպեսզի գոյատևենք։ Եվ գուցե նախկին փորձերի հիշողությունը դեռ կար։ Հիշողությունը այն ժամանակի, երբ ուրիշները չկազմակերպվեցին եւ մեռան։ Բայց եկեք գնանք ավելի խորը անցյալ։ Լիբիական ապակին 26 միլիոն տարեկան է։ Փոքր Դրիասը 12800 տարեկան է։ Իսկ ինչ է կիսովին։ Կա արդյոք ուրիշ կատակլիզմ, որը մենք կարող ենք կապել մարդկության պատմության հետ։ Այո, եւ դա շատ ավելի սարսափելի է, քան դուք կարող եք պատկերացնել։ 70000 տարի առաջ։ Ինդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիսում։ Լիճ Տոբա։ Խաղաղ, գեղեցիկ վայր։ Մարդիկ ապրում են ափերին, որսում են անտառում, հավաքում են պտուղներ։ Նրանք չգիտեն, որ իրենց ոտքերի տակ թաքնված է ժամացույցային ռումբ, որը պատրաստվում է պայթել։ Մագմայի պալատը, երկնաքարի խորությունում մոտ 6 կիլոմետր, լցված է հալած ապարով։ Ճնշումը աճում է։ Երկրագնդի կեղևը բարականում է։ Եվ մի օր պայթյուն։ Բայց ոչ սովորական պայթյուն, գերպայթյուն։ Պատկերացրեք էներգիա, համարժեք 1 միլիարդ Հիրոշիմաների։ Լավայի սյունը բարձրանում է 45 կիլոմետր բարձրություն, մինչև ստրատոսֆերա։ Ամբողջ կղզին պայթում է։ Մթնոլորտը լցվում է 32000 կուբիկ կիլոմետր մոխրով, փոշով, սերմամբով։ Սա բավարար, որպեսզի ծածկել ողջ Հնդկաստանը 2 մետր խորությամբ։ Մոխիրը տարածվում է ամբողջ մոլորակով։ 2 շաբաթում այն հասնում է Աֆրիկա։ 1 ամսում ամբողջ աշխարհ։ Արևի լույսը փակվում է։ Ջերմաստիճանը ընկնում է 15 աստիճան Ցելսիուս։ Եվ ինչը ամենակարևորն է, այս պահը տևում է 6 տարի։ 6 տարի առանց արևի։ 6 տարի, երբ բույսերը չեն կարող ֆոտոսինթեզ անել։ 6 տարի, երբ գյուղատնտեսությունը անհնար է։ 6 տարի, երբ կենդանիները մեռնում են սովից։ 6 տարի, երբ մարդկությունը պայքարում է գոյատևման համար։ Իլինոյսի համալսարանի անթրոպոլոգ Ստենլի Էմբրոսը 2003 թվականին հրապարակեց ուսումնասիրություն, որը սոնցեց գիտական աշխարհը։ Նա վերլուծեց մարդկային ԴՆԹ-ի գենետիկ տարբերակելիությունը եւ հասավ անսպասելի եզրակացության։ 70000 տարի առաջ մարդկությունը գրեթե անհետացել է։ Ինչպես մենք կարող ենք իմանալ սա։ Երբ բնակչությունը կտրուկ նվազում է, գենետիկ տարբերակելիությունը նվազում է։ Պատկերացրեք, որ ունեք 1000 գույնի տարբեր գնդակներ։ Եթե դուք պատահականորեն վերցնեք միայն 10-ը, դուք կորցնում եք գույների մեծ մասը։ Մարդկային բնակչությունը անցել է նման խցանի մի միջով։ Էմբրոսի հաշվարկների համաձայն, մարդկային բնակչությունը նվազել է մինչև 2000-ից 10000 անհատ։ Սա ողջ մոլորակի վրա։ Համեմատության համար, այսօր երկրի վրա ապրում է 8 միլիարդ մարդ։ Բայց 70000 տարի առաջ մեզանից մնացել էր միայն փոքրիկ խումբ, բավական լցնելու միջին չափի ստադիոն։ Այս երևույթը գիտության մեջ կոչվում է գենետիկ խցան։ Երբ տեսակի ողջ բնակչությունը անցնում է փոքր խմբի միջով, նրա գենետիկ հետքերը մնում են հավերժ։ Եվ մարդկությունը ունի շատ հստակ խցան ճիշտ 70000 տարի առաջ։ Բայց ահա ինչն է հետաքրքիր։ Էմբրոսը կապեց այս գենետիկ խցանը Տոբայի պայթյունի հետ։ Տարեթվերը համընկնում էին ճշգրիտ։ Պայթյունը 70400 տարի առաջ։ Գենետիկ խցանը 70000 տարի առաջ։ Գումար հանել հավելել
2000 տարի սխալի համար։ Բայց ոչ բոլորը համաձայն էին, սիդային էին։ Լոնդոնի բնական պատմության թանգարանի գլխավոր մարդաբան Քրիս Սթրինգերը 2012 թվականին քննադատեց այս տեսությունը։ Նա ասաց, որ մարդկությունը չէր կարող գրեթե անհետանալ միայն մեկ վուլկանական պայթյունից։ Նա ցույց տվեց, որ Աֆրիկայի որոշ տարածքներ շարունակեցին ունենալ կայուն բնակչություն նույնիսկ Տոբայի ժամանակ։ Բայց Սթրինգերը բաց թողեց մի կարևոր փաստ. գենետիկ խցանը իրական է, այն չի կարող վիճարկվել, դնեթն ստում չէ։ Մարդկությունը անցել է մի կետով, որտեղ մեր թիվը կտրուկ նվազել է։ Եթե դա չէր Տոբան, ապա ի՞նչն էր։ Նյու Յորքի համալսարանի գենետիկոս Նիկոլաս Վուդը 2018 թվականին վերահաստատեց Էմբրոսի արդյունքները։ Նա օգտագործեց ավելի ժամանակակից մեթոդներ, ողջ գենոմի վերլուծություն, եւ նա ստացավ նույն թիվը, բնակչության կտրուկ նվազում 70,000 տարի առաջ։ Վուդը գնաց ավելի հեռու։ Նա վերլուծեց տարբեր մարդկային խմբերի գենետիկ ծառերը, եւ նա հայտնաբերեց, որ բոլոր արտաաֆրիկյան մարդիկ, հնդիկները, չինացիները, եվրոպացիները, ամերիկացի հնդիկները բոլորը ունեն ընդհանուր նախնիներ, որոնք ապրել են հենց այդ ժամանակաշրջանում։ Մտածեք այս մասին։ Բոլորովս ունենք ընդհանուր նախնիներ, ովքեր գոյատևել են մի կատակլիզմից, որը սպանել է մարդկության 110-18 ոծոնց։ Մենք բոլորը ենք վերապրողների սերունդներ։ Մեր դնտում գրված է այդ ահավոր ժամանակի պատմությունը։ Իսկ հիմա հարցրեք ձեզ. եթե մենք գրեթե անհետացանք 70,000 տարի առաջ, ապա ինչ կանխեց մեզ անհետանալուց։ Ինչպես այդ փոքրիկ խումբը գոյատևեց։ Հնարավոր է, դրանք ապաստանել էին որոշակի վայրերում։ Աֆրիկայի արևելյան ափերը։ Ափերով մոտ լճերի վրա գտնվող անապատներ, վայրեր, որտեղ կլիման մնաց համեմատաբար կայուն, վայրեր, որտեղ մարդիկ կարող էին որսալ ձկներ եւ հավաքել խեցգետնային կենդանիներ։ Բայց սա չի բացատրում ամբողջ պատմությունը։ Եթե միայն փոքր խմբեր գոյատևեցին անմիջական կատակլիզմից, ապա ինչպես մարդկությունը վերականգնվեց։ Ինչու չմնացինք մենք փոքրիկ մեկուսացված ցեղեր, որոնք սահմանափակվում էին որոշակի տարածքներով։ Կա մի տեսություն, որը հազվադեպ է քննարկվում հանրային գիտության մեջ։ Տեսություն, որ մարդկությունը արդեն ուներ գիտելիքներ, ոչ թե գրագիտություն կամ մաթեմատիկա, այլ գործնական գիտելիքներ, ինչպես գոյատևել ծայրահեղ պայմաններում, ինչպես պահպանել կրակը, ինչպես գտնել ջուր, ինչպես որսալ անկախ եղանակից։ Գուցե Տոբան չէր առաջին կատակլիզմը, գուցե մարդկությունը արդեն անցել էր նման փորձերի միջով, գուցե յուրաքանչյուր անգամ փոքր խումբ գոյատևում էր, որովհետև նրանք գիտեին, թե ինչ է անելու, նրանք ուներին հավաքական հիշողություն։ Առասպելներ եւ միֆեր, որոնք փոխանցում էին կարևոր գիտելիքները սերնդից սերունդ։ Դա ձեզ հնարավոր է թվում։ Դուք մտածում եք, որ 70,000 տարի առաջ մարդիկ չէին կարող ունենալ գիտելիքների պահպանման համակարգ, բայց մտածեք ավստրալիական աբորիգենների մասին։ Նրանց բանավոր ավանդույթները պահպանել են տեղեկություններ ավելի քան 40,000 տարվա ընթացքում։ Պատմություններ հսկա կենդանիների մասին, որոնք իրականում գոյություն ունեցել են։ Պատմություններ ծովի մակարդակի փոփոխությունների մասին, որոնք ճշգրիտ համապատասխանում են երկրաբանական տվյալներին։ Եթե աբորիգենները կարող էին պահպանել հիշողությունը 40,000 տարի, ապա ինչու չէին կարող այլ ժողովուրդներ պահպանել հիշողությունը 70,000 տարի, կամ ավելի երկար։ Եկեք անցնենք հաջորդ փաստին։ Ողջ մոլորակի վրա, յուրաքանչյուր մայր կոնտինենտում գոյություն ունեն առասպելներ մեծ ջրհեղեղի մասին։ Շումերները ունեն Ուտնափիշտիմի պատմությունը, հրեաները Նոյի տապանը, հույները Դևկալիոնը, ավստրալիացիները, հնդիկները, չինացիները, ամերիկյան ազգերը բոլորն ունեն նման պատմություններ։ Ստանդարտ բացատրությունը դա պարզապես բնական երևույթի պատկերն է։ Մարդիկ ապրում էին գետերի մոտ, տեսնում էին ջրհեղեղներ եւ ստեղծում էին մասին առասպելներ։ Բայց կա մի խնդիր։ Այս բոլոր պատմություններն ունեն անհավանական ընդհանրություններ։ Առաջին, ջրհեղեղը համընդհանուր է, ոչ թե տեղային, այլ ողջ աշխարհը։ Երկրորդ, կա մի մարդ կամ փոքր խումբ, որը փրկվում է։ Երրորդ, նրանք փրկվում են, քանի որ նախապես նախազգուշացվել են։ Չորրորդ, նրանք վերակառուցում են քաղաքակրթությունը։ Պատահականություն, թե հավաքական հիշողություն իրական կատակլիզմի մասին։ Ֆերմի հետազոտական լաբորատորիայի աստրոֆիզիկոս Մաթյուն Դենտոն 2005 թվականին վերլուծեց տարբեր մշակույթների ջրհեղեղի առասպելները։ Նա օգտագործեց վիճակագրական մեթոդներ, համեմատելու պատմությունների կառուցվածքը։ Եվ նա հայտնաբերեց, որ 113 կուլտուրաների ջրհեղեղի առասպելները ցույց են տալիս նմանություն, որը կարող է բացատրվել միայն ընդհանուր աղբյուրով։ Դենտոնի տեսությունը փոխանցվեց լուրջ դատարկության միջով գիտական լրատվամիջոցներում։
Ոչ ոք չցանկացավ կապել առասպելները իրական երկրաբանական իրադարձությունների հետ։ Դա թվում էր չափազանցված, բայց տվյալները կային։ Իսկ հիմա պատկերացրեք սա. եթե մարդկությունը իսկապես անցել է կատակլիզմների միջով, եթե յուրաքանչյուր անգամ մի փոքր խումբ գոյատևել է եւ վերակառուցել է, ապա արդյոք դա չի թողել հետք մեր գենետիկայում։ Արդյոք մենք չպետք է տեսնենք ոչ թե մեկ գենետիկ խցան, այլ բազմաթիվ խցաններ տարբեր ժամանակներում։ Եվ այստեղ դուք պետք է նստեք, քանի որ հենց դա է այն, ինչ մենք տեսնում ենք։ Օքսֆորդի համալսարանի գենետիկոս Սփենսեր Ուելսը հետազոտել է մարդկային դնթեի տարեգրությունը 15 տարի։ Նա վերլուծեց Y քրոմոսոմի տարբերակելիությունը տարբեր ժողովուրդների մեջ, եւ նա հայտնաբերեց ոչ թե 1, այլ 6 գենետիկ խցան վերջին 200,000 տարվա ընթացքում։ 6 անգամ։ 6 կետեր, որտեղ մարդկային բնակչությունը կտրուկ նվազել է։ 6 պահեր, երբ մենք գրեթե անհետացել ենք։ Եվ ապա յուրաքանչյուր անգամ մենք վերականգնվել ենք։ Ուելսի հետազոտությունը հրապարակվել է 2017 թվականին։ Գիտական հանրությունը ընդունեց տվյալները, բայց մերժեց մեկնաբանությունը։ Դրանք ասացին, որ դա պարզապես բնակչության բնական տատանումներ են։ Միգրացիաներ, հիվանդություններ, ոչինչ չափազանցված։ Բայց ինչու է յուրաքանչյուր անգամ բնակչության նվազումը ուղեկցվում երկրաբանական անկայունությամբ։ Ինչու են գենետիկ խցանները համապատասխանում ճիշտ այն ժամանակաշրջաններին, երբ մենք գիտենք, որ կատակլիզմներ են եղել։ Եթե դա միայն 1 համընկնում լիներ, մենք կարող էինք անտեսել։ Եթե 2-ը, կարող էինք կասկածել։ Բայց 6 անգամ։ 6 ճշգրիտ համընկնումներ։ Դա արդեն օրինաչափություն է։ Ստացվում է, որ մարդկությունը խաղում է խաղ գոյատևման համար տասնյակ հազարամյակների ընթացքում։ Մենք բարձրանում ենք, մենք ստեղծում ենք, մենք զարգանում ենք։ Եվ ապա մի բան մեզ խփում է, եւ մենք վերադառնում ենք գրեթե 0։ Իսկ ապա սկսում ենք նորից։ Դուք մտածում եք, բայց մենք կտեսնեինք հնագիտական ապացույցություններ, քաղաքների ավերակներ, տեխնոլոգիաների մնացորդներ, ինչ որ բան, որը ցույց կտա, որ նախորդ քաղաքակրթություններ եղել են։ Բայց դուք հիշում եք լիբիական անապատի ապակին։ 26 միլիոն տարի, եւ միակ բանը, որ մնաց, կանաչավուն ապակու մի շերտ է։ 26 միլիոն տարի բավականաչափ է, որպիսի երկիրը ջնջի յուրաքանչյուր հետք։ Կենտրոնական երկրաշարժ, տեկտոնիկական սալերի շարժում, լեռների բարձրացում եւ քայքայում, օվկիանոսների ընդլայնում եւ կծկում։ Երկրի մակերեսի միջին տարիքը 200 միլիոն տարի է։ Ամենահինը ալերի մասերը 4 միլիարդ տարեկան։ Բայց բերանազատ անցտեսացից Մարիան Մագբանան Ճակկնյան ճիշտ զվիթրել գլդալի թվանելներ շատ երիտասարդ են։ Օվկիանոսային հատակը լրիվ վերափոխվում է յուրաքանչյուր 200 միլիոն տարին մեկ սուբդուկցիայի process-ի շնորհիվ։ Պատկերացրեք, որ նախորդ քաղաքակրթությունը կառուցել էր իր քաղաքները ափերին։ Այժմ այդ ափերը գտնվում են 9 կիլոմետր օվկիանոսի տակ, կամ դրանք բարձրացել են եւ վերածվել են լեռների։ Տեկտոնիկան ջնջում է ամեն ինչ։ Բայց եկեք ենթադրենք, որ ինչ որ բան մնացել է, ինչ որ կառույց, որը բավականաչափ ամուր է, որպիսի դիմանա տասնյակ հազարամյակների։ Արդյոք մենք կարող ենք գտնել այդպիսի բան։ Այո, եւ սա մեզ տանում է դեպի Գոբեկլի թեփե։ Թուրքիայի հարավ-արևելքում, անապատային բլրի վրա թաքնված է մի բան, որը չպետք է գոյություն ունենա։ Քարե կոմպլեքս, որը կառուցվել է 11600 տարի առաջ։ Սա մինչև եգիպտական բուրգերը 7000 տարի առաջ է։ Մինչև Սթոունհենջը 5600 տարի։ Մինչև առաջին հայտնի քաղաքները 4000 տարի։ Բայց խնդիրը ոչ թե կառույցի տարիքն է, խնդիրը դրա բարդությունն է։ Գոբեկլի թեփեն բաղկացած է 20 շրջանաձև կառույցներից։ Յուրաքանչյուր շրջանի կենտրոնում կանգնում են երկու հսկա քարե սյուներ, թեձև խաչաձև հատվածով։ Սյուների բարձրությունը 5 մետր է, քաշը 10 տոննա, եւ դրանք ծածկված են նրբազգաց փորագրությունների կամ բարդ ռելիեֆներով։ Կենդանիներ, որոնցից շատերը այլևս գոյություն չունեն, աստղային համաստեղություններ, վաղվուն պատկերներ։ Ստանդարտ պատմությունը մասին մարդկության սա է. 11600 տարի առաջ մարդիկ էին որսորդ հավաքորդներ։ Դրանք անցնում էին փոքր խմբերով, հետևում էին անասունների եւ սեզոնային բույսերին։ Նրանց չկար գրելու համակարգ։ Նրանք չէին օգտագործում մետաղ։ Բարդ կառուցվածքների ստեղծումը դեռ հազարամյակներ հեռու էր։ Բայց ահա Գոբեկլի թեփեն, կառուցված որսորդ հավաքորդների համար, կողմից։ Մարդիկ, ովքեր հավանաբար չունեին անասնապահություն կամ գյուղատնտեսություն։ Ինչպես նրանք կազմակերպեցին հարյուրավոր կամ հազարավոր մարդկանց։ Ինչպես նրանք փոխադրեցին 10 տոննա քարերը։ Ինչու նրանք անում էին սա։ Երբ գերմանացի հնագետ Քլաուս Շմիդտը սկսեց պեղումները 2005 թվականին, նա նախ չհավատաց իր աչքերին։
Նա սպասում էր գտնել բյուզանդական կամ հռոմեական ավերակներ, վաղ միջնադարյան բերդ, բայց ստացված ծխավոր ուղերձիկ աջած հրաճի 12 հարնը ատոմրյա սպերազբրային այնքա պորտնոս անվեցենց։ Շմիդտը 15 տարի պեղեց Գոբեկլի թեփեն։ Նա հայտնաբերեց, որ կոմպլեքսը շատ ավելի մեծ է, քան սկզբում մտածվում էր։ Շրջանները շարունակվում էին երկրի տակ։ Կառույցները հեռանում էին բլրից դուրս։ Լրիվ տարածքը գնահատվեց 16 հեկտար, 25 ֆուտբոլային մարզադաշտ։ Բայց ամենաշոկայինը եկավ, երբ Շմիդտը թվագրեց տարբեր շերտերը։ Ամենահին շրջանները կառուցվել են 11600 տարի առաջ, բայց ավելի խոր շերտերում նա գտավ նույնիսկ ավելի վաղ կառույցներ, 12000 տարի, եւ ինչ որտեղ եւս ավելի խորը կան կառույցներ, որոնք դեռ չեն պեղված։ Այսինքն, Գոբեկլի թեփեն կառուցվել է փուլերով։ Յուրաքանչյուր սերունդ ավելացրել է նոր շրջաններ, եւ գործընթացը տևել է գուցե 2000 տարի։ Դա նշանակում է, որ նախագիծը սկսվել է 13000 տարի առաջ, ճիշտ Փոքր Դրիասի կատակլիզմից հետո։ Գուցե Գոբեկլի թեփեն եղել է ինչ-որ հուշարձան, հիշողություն կատակլիզմի մասին, տեղ, որտեղ վերապրողները հավաքվեցին եւ որոշեցին, որ պետք է ինչ-որ բան ստեղծել, որը կգնոտարի։ Դա կանորի միջտակապ կենահրոտ Ռադագազ դպալին շպինառեց, կամ գուցե սա էր գիտելիքների պահպանման վայր։ Շատ հետազոտողներ նկատել են, որ Գոբեկլի թեփեի փորագրություններում կան վախտանկարներ, որոնք կարող են ներկայացնել աստղային քարտեզներ։ Էդինբուրգի համալսարանի ինժեների պալար Մարտին Սվիտմանը 2017 թվականին վերլուծել է Տ ձև սյունների վրա եղող խորհրդանիշները։ Սվիտմանը օգտագործել է աստղագիտական ծրագրեր վերականգնելու երկնքի տեսքը 12000 տարի առաջ։ Եվ նա գտավ, որ Գոբեկլի թեփեի սյուններից մեկի վրա եղող նկարները ճշգրիտ համապատասխանում են աստղերի դասավորությանը այդ ժամանակ։ Ավելին, նկարները կարծես ցույց են տալիս կոմետ կամ երկնաքար, որը թևավոր է երկնքում։ Սվիտմանի տեսությունը Գոբեկլի թեփեն եղել է ծագնիքերան կամ աստղագիտական տվյալների պահպանարան։ Նկարները պատմում եղել են աստղագիտական տվյալների պահպանարան։ Նկարները պատմում եղել են աստղատմում, եղել են աստղագիտական տվյալների պահպանարան։ Նկարները պատմում 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 եղել են աստղագիտական տվյալների պահպանարան։ Ինչու թաղել բաննը, որը քեզ պետք է հազարավոր ժամ աշխատանք։ Մեկ տեսություն։ Դա տիսական գործողություն էր։ Յուրաքանչյուր սերունդ վերադարձնում էր հին աստվածներին եւ ստեղծում էր նորը։ Բայց կա մեկ այլ հնարավորություն։ Գուցե նրանք թաղում էին գիտելիքները, պահպանելու դրանք ապագա սերունդների համար։ Մտածեք դրա մասին։ Եթե դուք գիտեիք, որ կատակլիզմները կրկնվում են, եթե դուք տեսել էիք, թե ինչպես քաղաքակրթությունը ջնջվում է եւ վերականգնվում, դուք կցանկանայիք թողնել նշաններ, բայց ոչ թե մակերեսին, որտեղ դրանք կարող են քայքայվել, ոչ թե փայտից կամ մետաղից, որոնք կցամաքանան։ Դուք կստեղծեիք քարե մեգալիթներ եւ կթաղեիք դրանք։ Քարը հավերժ է։ Թաղված քարը դիմանում է ամեն ինչին։ Եվ Գոբեկլի թեփեն միակը չէ։ Ողջ մոլորակով կան նման կառույցներ։ Պերուում Սաքսայուաման, Բոլիվիայում Պումապունկու, Եգիպտոսում Բուրգերը, Անգլիայում Սթոնհենջը։ Յուրաքանչյուրը կառուցված է քարերով, որոնք կշռում են տասնյակ տոննաներ։ Յուրաքանչյուրը ստեղծված է տեխնոլոգիայով, որը չպետք է գոյություն ունենա իր ժամանակում։ Վերցրեք Պումապունկուն, կառույց Բոլիվիայի լեռնաշխարհում, 4000 մետր բարձրության վրա։ Կառուցված է անդեզիտե եւ դիորիտե բլոկներից, ամենաամուր քարերից մեկը։ Բլոկները նախագծված են այնպիսի ճշգրտությամբ, որ դրանք տեղավորվում են միմյանց մեջ, առանց ցեմենտի։ Մակերեսները հարթ են մինչև միլիմետր։ Ինչպես մարդիկ, ովքեր հավանաբար չունեին երկաթե գործիքներ, կոկտրեցին եւ հարթեցին դիորիտը։ Դիորիտի կարծրությունը մոսի սանդղակով 9 է։ Դա գրեթե ադամանդի պես է։ Արդի գործիքներով անգամ դրա մշակումը պահանջում է ադամանդե սայրեր եւ ժամանակակից հղկող մեքենաներ։ Բայց ահա է ամենախորհրդավորը։ Պումապունկուն թվագրվում է մոտավորապես 1500 տարի առաջ, բայց երբ հնագետները պեղեցին ավելի խորը, նրանք գտան շերտեր, որոնք շատ ավելի հին են, տասնյակ հազար տարի։ Եվ այդ շերտերում էլ կային նույնպիսի ճշգրիտ մշակված բլոկներ։ Ստանդարտ բացատրությունը՝ տեղական ցեղերը կառուցել են սա իրենց աստվածներին։
Նրանք օգտագործել են քարե գործիքներ եւ անսահման համբերություն, բայց երբ ինժեներները հաշվարկեցին անհրաժեշտ ժամանակը, թվերը չհամապատասխանեցին։ Մեկ բլոկի հարթումը ցուցաբերելու գործիքներով պահանջում էր մոտավորապես 200 տարի անընդհատ աշխատանք։ 200 տարի մեկ բլոկի համար։ Եվ Պումապունկուում կան հարյուրավոր նման բլոկներ։ Թվերը պարզապես չեն աշխատում։ Լավ, բայց գուցե դուք մտածում եք դա պարզապես մեր անգիտությունն է։ Գուցե նրանք ունեին մեթոդներ, որոնք մենք չենք հասկանում։ Հնարավոր է, բայց ապա բացատրեք ինձ հետևյալը։ Անտարկտիդայում, սառույցի տակ 2 կիլոմետր խորությամբ, գտնվում են լեռներ, որոնք ցույց են տալիս անթրոպոգեն ազդեցության հետքեր։ 2011 թվականին ռուսական հետազոտողները ռադարով սկանավորեցին Անտարկտիդայի արևելյան մասը։ Նրանք փնտրում էին սառցադարային լճեր հնագիտական ուսումնասիրությունների համար, բայց նրանք գտան ինչ-որ այլ բան։ Սառույցի տակ կային կառույցներ, որոնք ունեին երկրաչափական ձևեր, քառակուսի հիմքեր, ուղիղ անկյուններ, համաչափ դասավորություն։ Բնությունը չի ստեղծում այդպիսի ձևեր։ Հետազոտությունը դասակարգվեց։ Տվյալները չհրապարակվեցին։ Պաշտոնական բացատրությունը սովորական երկրաբանական ձևավորումներ, որոնք միայն թվում են անթրոպոգեն։ Բայց մի փոքր խումբ գիտնականներ, ովքեր տեսել են իրական տվյալները, պնդում են, որ դա անհնար է։ Երկրաչափությունը չափազանց կատարյալ է։ Իսկ հիմա հարցը. եթե կառույցներ կան Անտարկտիդայում սառույցի տակ 2 կիլոմետր խորությամբ, երբ են դրանք կառուցվել։ Անտարկտիդան ծածկված է սառույցով վերջին 34 միլիոն տարի։ Դա նշանակում է, կամ այդ կառույցները 34 միլիոն տարուց ավելի հին են, կամ Անտարկտիդան եղել է առանց սառույցի ավելի վերջերս, քան մենք կարծում ենք։ Երկու տարբերակներն էլ խնդրահարույց են։ Եթե առաջինը, ապա ով կառուցեց դրանք 34 միլիոն տարի առաջ։ Դինոզավրերը։ Եթե երկրորդը, ապա ողջ մեր կլիմայական մոդելը սխալ է։ Բայց կա երրորդ հնարավորություն, որի մասին ոչ ոք չի խոսում։ Գուցե այդ կառույցները կառուցվել են, երբ Անտարկտիդան դեռ ազատ էր սառույցից, եւ ապա արագ սառեցում ծածկեց ամեն ինչ։ Ոչ թե 34 միլիոն տարի աստիճանաբար, այլ տասնյակ հազար տարիների ընթացքում, արագ կլիմայական փոփոխության արդյունքում։ Դուք գիտեք, որ գոյություն ունեն քարտեզներ, որոնք ցույց են տալիս Անտարկտիդան առանց սառույցի։ Պիրի Ռեյսի քարտեզը, կազմված 1516 թվականին։ Այս քարտեզը ցույց է տալիս հարավային Ամերիկայի ափերը, Աֆրիկայի արևմտյան ափը եւ մի տարածք, որը համապատասխանում է Անտարկտիդայի ափագծին, առանց սառույցի։ Պիրի Ռեյսը հայտարարեց, որ նա պատճենել է իր քարտեզը ավելի հին քարտեզներից, որոնք գտել էր Ալեքսանդրիական գրադարանում։ Այդ հին քարտեզները հետագայում կորել են, բայց Պիրի Ռեյսի քարտեզը մնաց։ Եվ երբ ժամանակակից գիտնականները համեմատեցին այն արբանյակային տվյալների հետ, նրանք տեսան, որ ափագիծը համապատասխանում է Անտարկտիդայի իրական ռելիեֆին սառույցի տակ։ Ինչպես քարտեզ, որը պատճենված է 1516 թվականին, կարող է ցույց տալ Անտարկտիդան, որը ծածկվել է սառույցով տասնյակ հազարամյակներ առաջ։ Միակ բացատրությունը. սկզբնական քարտեզը կազմվել է այն ժամանակ, երբ Անտարկտիդան դեռ տեսանելի էր։ Բայց դա նշանակում է, որ ինչ-որ մեկը ունեցել է քարտեզագրական գիտելիքներ տասնյակ հազար տարի առաջ։ Ինչ-որ մեկը նավարկել է օվկիանոսներով, չափել է ափագծերը, ստեղծել է ճշգրիտ քարտեզներ։ Եվ ապա այդ քաղաքակրթությունը անհետացել է։ Հարցեք ինքներդ ձեզ. քանի քաղաքակրթություն է անհետացել, մինչև որ մենք սկսեցինք գրելու։ Քանի անգամ մարդկությունը բարձրացել է եւ անկել է։ Եկեք խոսենք մի բանի մասին, որի մասին գիտնականները ձգտում են խուսափել։ Սիլուրյանական հիպոթեզը։ Անունը գալիս է հեռուստասերիալ Դոկտորովից, որտեղ կային խելացի իրարամբուրիչներ, որոնք ապրել են երկրի վրա մինչև մարդկությունը։ Բայց գիտական տեսքով այս հիպոթեզը առաջադրվեց 2018 թվականին։ NASA-ի աստրոֆիզիկոս Գավին Շմիդը եւ ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանի կլիմատոլոգ Ադամ Ֆրանկը հրապարակեցին աշխատություն, որտեղ դրեցին մի պարզ հարց. ինչպես մենք կիմանայինք, եթե մոլորակի վրա առաջ մեզանից գոյություն ունեցած լիներ արդյունաբերական քաղաքակրթություն։ Նրանք հաշվարկեցին, թե ինչ հետքեր կմնային տարբեր ժամանակաշրջաններում եւ եկան եզրակացության, որ միլիոնավոր տարի հետո գրեթե ոչինչ չէր մնա։ Քաղաքները կքայքայվեին, մետաղը կժանգվեր եւ կվերածվեր արկսիդների։ Պլաստիկը կքայքայվեր միկրոպլաստիկի, որը կորեր նստվածքներում։ Նույնիսկ միջուկային թափոնները կմաշվեին մի քանի միլիոն տարիներում։ Ինչն էր մնա։ Շատ քիչ բան։ Գուցե անսովոր քիմիական ազդանշաններ նստվածքային շերտերում, ածխածնի իզոտոպների փոփոխություն, որը կարող է ցույց տալ հորատանյութերի այրում, իրիդիումի կամ այլ հազվագյուտ տարրերի կենտրոնացում, որոնք օգտագործվել են արդյունաբերությունում, բայց դա ամենը։ Եվ հետո Շմիդտն ու Ֆրանկը հարցրին. արդյոք մենք տեսնում ենք նման ազդանշաններ
մեր երկրաբանական արձանագրությունում։ Պատասխանը՝ այո։ Կան շերտեր, որտեղ ածխածնի իզոտոպները անսպասելի փոխվում են։ Կան կենտրոնացումներ հազվագյուտ տարրերի։ Կան ժամանակաշրջաններ, երբ կլիման կտրուկ փոխվել է, առանց հստակ բացատրության։ Իհարկե, դրա համար կարող են լինել բնական պատճառներ՝ վուլկանական ակտիվություն, երկնաքարերի բախումներ, օվկիանոսների քիմիայի փոփոխություն։ Բայց Շմիդն ու Ֆրանկը ցույց տվեցին, որ մենք չենք կարող հաստատ բացառել նախորդ քաղաքակրթության գոյությունը։ Սա չի նշանակում, որ նման քաղաքակրթություն եղել է։ Սա պարզապես նշանակում է, որ մենք չգիտենք, եւ մենք չենք կարող իմանալ բավարար վստահությամբ։ Երկրի պատմությունը 4 միլիարդ 600 միլիոն տարի է։ Մարդկությունը գոյություն ունի 200,000 տարի։ Քաղաքակրթությունը 6000 տարի։ Արդյունաբերական դարաշրջանը 200 տարի։ Մենք ուսումնասիրել ենք երկրի պատմության մոտավորապես 1%-ը, եւ նույնիսկ այդ 1%-ը մենք հասկանում ենք սահմանափակ։ Կան հսկա ժամանակային ընդմիջումներ, որտեղ մենք գրեթե ոչինչ չգիտենք։ Ժամանակաշրջաններ, որտեղ նստվածքային գրառումները բացակայում են կամ քայքայված են։ Պատկերացրեք, որ դուք փորձում եք վերականգնել մեկի կյանքը, օգտագործելով միայն մի գիրք, որից պատահականորեն կտրվել են 9 սյուննիտին 6 էջերը։ Դուք տեսնում եք բեկորներ, մի օր սկզբունքի մեջ, 3 հաջորդիվ գիրք ջարի պարիտեսերի մերկան 9 ժաման համեմերդեցես։ Կարող եք ասել ամբողջական պատմությունը։ Հաստատ ոչ։ Հենց այդպես է մեր իմացությունը երկրի պատմության մասին։ Մենք տեսնում ենք բեկորներ, մենք լրացնում ենք բացերը տեսություններով, բայց մենք չգիտենք ամբողջական պատմությունը։ Իսկ հիմա դադարեցեք եւ մտածեք սրա մասին։ Եթե նախորդ քաղաքակրթություն իսկապես գոյություն ունեցավ, ապա դրանք եղել են ով։ Մարդիկ, այլ տեսակ։ Ինչ որ բան, որը մենք նույնիսկ չենք կարող պատկերացնել։ Դինոզավրերը տիրապետեցին երկրին 165 միլիոն տարի։ 165 միլիոն։ Համեմատության համար մարդկությունը գոյություն ունի 200,000 տարի։ Մենք նույնիսկ 1%-ի 1%-ը չենք դինոզավրերի տիրապետության ժամանակից։ 165 միլիոն տարի բավականին երկար ժամանակ է, որպեսզի էվոլյուցիան հասցնի անել զարմանալի բաներ։ Մարդիկ առաջացան կապիկներից մոտավորապես 6 միլիոն տարում։ Բարձրագույն խելք 2 միլիոն տարում։ Գրավոր լեզու 6000 տարում։ Տեխնոլոգիա 200 տարում։ Եթե դինոզավրերի որևէ ճյուղ զարգացավ բարձր մտավոր կարողությունների, եթե նրանք ստեղծեցին ինչ-որ տեխնոլոգիա, մենք կիմանայինք այդ մասին։ 165 միլիոն տարի բավական է, որպեսզի մոլորակը ջնջի յուրաքանչյուր հետք։ Իհարկե, դա շատ քիչ հավանական է։ Դինոզավրերի ուղեղները փոքր էին։ Նրանց ոսկորները չեն ցույց տալիս գործիքների օգտագործման հետքեր։ Բայց մեր բացակացությունը ապացույությունների, դա ապացույություն չէ, բացակայության։ Մենք պարզապես չենք գիտենք։ Եվ ահա է ամենախորհրդավորը։ Մեր ողջ քաղաքակրթությունը կարող է անհետանալ այնքան արագ, որ ապագա հնագետները նույնիսկ չեն նկատի մեզ։ Եթե մարդկությունը անհետանա այսօր եւ մեկ ուրիշ տեսակ զարգանա 50 միլիոն տարի հետո, նրանք կգտնեն մեր հետքերը։ Մենք թողել ենք մոտավորապես 30,000 արբանյակ օրբիտայում։ Դրանք կմնան 100 տարի, 1000 տարի առավելագույնը։ Ապա դրանք կընկնեն մթնոլորտ եւ կայրեն։ Մեր ամենաամուր կառույցները, բուրգերը, պատերը, ամրոցները կդիմանան մի քանի 100 տարի։ Մթնոլորտում ածխածնի դիօքսիդի մակարդակը կվերադառնա նորմալ 500 տարում։ Մեր պլաստիկը կմասնատվի 1000 տարում։ Ռադիոակտիվ թափոնները կմաշվեն 1 միլիոն տարում։ 100 միլիոն տարի եւ գրեթե ոչինչ չի մնա։ Գուցե մի քանի քիմիական անոմալիա նստվածքներում, գուցե մի քանի տարօրինակ շերտեր, որոնք ապագա երկրաբանները կմեկնաբանեն որպես վուլկանական ակտիվություն կամ երկնաքարի բախում։ Մենք այնքան վստահ ենք, որ առաջին քաղաքակրթությունն ենք, բայց գուցե մենք պարզապես չգիտենք, թե ինչպես փնտրել։ Գուցե ապացույությունները այնտեղ են, բայց մենք չենք ճանաչում դրանք որպես ապացույություններ։ Բայց եկեք վերադառնանք մեր իրականությանը, մարդկությանը, մեր փաստացի պատմությանը։ Կան բաներ, որոնց մասին գիտնականները հազվադեպ են խոսում հանրությանը։ Բաներ, որոնք չեն տեղավորվում ստանդարտ պատմամատյանների մեջ։ Եկեք հայտնաբերենք, թե ինչ է թաքնված գիտության արխիվներում։ 2003 թվականին Մոնպելիեի ֆրանսիական համալսարանի հնագետները Թուրքիայում Չատալ Հույուկ բնակավայրում հայտնաբերեցին մի բան անսպասելի։ Նրանք պեղում էին 9000 տարեկան շերտ, մեկը վաղ նեոլիթական բնակավայրերից, եւ նրանք գտան մետաղագործության հետքեր։ Մետաղագործությունը չպետք է գոյություն ունենա 9000 տարի առաջ։ Ըստ ստանդարտ ժամանակագրության, մարդիկը սկսեցին հալեցնել պղինձը մոտավորապես 7000 տարի առաջ։ Բայց այստեղ էր ապացույցություն, որ 2000 տարի առաջ ինչ-որ մեկը արդեն օգտագործում էր կրակ բավարար ջերմաստիճանով հալեցնելու մետաղ։ Հետազոտող թիմը վերլուծեց նմուշները, հաստատեց տվյալները,
պատրաստեց հոդված։ Եվ ապա ինչ-որ բան տեղի ունեցավ։ Հրատարակությունը հետաձգվեց։ Լրացուցիչ փորձաքննություններ պահանջվեցին։ Եվ վերջապես, երբ հոդվածը հրատարակվեց 2005 թվականին, այն ներկայացվեց որպես անհատույց անոմալիա, որը պահանջում է հետագա ուսումնասիրություն։ Հետագա ուսումնասիրություն երբեք չտեղի ունեցավ։ Ֆինանսավորումը կտրվեց, թիմը ցրվեց, եւ այս հայտնագործությունը դարձավ ուղղակի մի նշում հնագիտության տարեգրքում։ Ինչու։ Ինչու է նման կարևոր հայտնագործությունը անտեսվում։ Պատասխանը պարզ է, քանի որ այն չի համապատասխանում ընդունված մոդելին։ Եթե մետաղագործությունը սկսվել է 2000 տարի ավելի վաղ, ապա ողջ մեր ժամանակագրությունը պետք է վերանայվի, եւ դա պահանջում է անել իբրև գործակցել Կարղիկ հսկեզբուր կատկարի պահանք կրնչուն տուկրնուկին իտրոգանի։ Նույն բանը տեղի ունեցավ Բելգիայի Լիեժի համալսարանի երկրաբանների հետ։ 2011 թվականին նրանք հայտնաբերեցին Կոնգոյում, Օկլոյի ռեգիոնում բնական միջուկային ռեակտորի հետքեր։ Ուրանի հանքավայր, որտեղ 2 միլիարդ տարի առաջ տեղի է ունեցել ինքնաբուխ միջուկային ֆիսիա, սա իսկապես հիանալի հայտնագործություն էր։ Ապացույցություն, որ բնությունը կարող է ստեղծել միջուկային ռեակտոր։ Բայց երբ նրանք վերլուծեցին իզոտոպային հարաբերակցությունները, նրանք հայտնաբերեցին տարօրինակություն։ Ուրան 235-ի քայքայման մակարդակը չէր համապատասխանում բնական պրոցեսներին։ Այն կարծես հարստացվել էր։ Ուրանի հարստացումը տեխնոլոգիական պրոցես է։ Մենք օգտագործում ենք ցենտրիֆուգներ, առանձնացնելու 235-ը 238-ից։ Բնությունը չի կարող անել սա, բայց այստեղ էին իզոտոպային հարաբերակցություններ, որոնք ցույց էին տալիս հարստացման նշաններ։ Թիմը ներկայացրեց իր տվյալները գիտական համաժողովում։ Արձագանքը սառցադարային էր։ Նրանց ասացին, որ դա պետք է լինի սխալ չափումների։ Նմուշները աղտոտված էին, մեթոդաբանությունը թերի էր։ Լրացուցիչ հետազոտություններ չարտոնքավորվեցին։ 2 տասնամյակ անցավ։ Օկլոյի բնական ռեակտորները այժմ ուսումնասիրվում են որպես տարօրինակ երկրաբանական երևույթ։ Իզոտոպային անոմալիաները մոռացվել են։ Ոչ ոք չի խոսում դրանց մասին, բայց մենք պետք է խոսենք։ Քանի որ դա ոչ թե պարզապես երկու մեկուսացված դեպք է, դա օրինաչափություն է։ Յուրաքանչյուր անգամ, երբ գիտնականները գտնում են ինչ-որ բան, որը չի համապատասխանում ստանդարտ մոդելին, յուրաքանչյուր անգամ, երբ հայտնագործությունը մտցնում է հարցեր առանց հարմար պատասխանների, այն աստիճանաբար անտեսվում է։ Սա կոչվում է հաստատման նմսանակություն։ Մենք տեսնում ենք այն, ինչը սպասում ենք տեսնել։ Մենք ընդունում ենք տվյալները, որոնք հաստատում են մեր առկա հավատալիքները, եւ մենք մերժում ենք այն, ինչը մեզ ստիպում է վերանայել մեր աշխարհայացքը։ Բայց ինչ կլիներ, եթե վերանայելը ճիշտ բանն է։ Ինչ կլիներ, եթե մեր մոդելը սկսես թե անկատար։ Ինչ կլիներ, եթե մարդկության պատմությունը շատ ավելի բարդ է, քան մենք ուզում ենք ընդունել։ Կան 3 հիմնական հարցեր, որոնք ժամանակակից գիտությունը չի կարող պատասխանել։ Առաջին, ինչու է գենետիկ տարբերակելիությունը մարդկանց մոտ այնքանացածր։ Մենք շատ ավելի պակաս տարբեր ենք, քան պետք է լինենք 200,000 տարի էվոլյուցիայի համար։ Որևէ այլ տեսակ, որը գոյություն ունեցել է նույն ժամանակով, ունի 10 մինչև 20 անգամ ավելի բարձր գենետիկ տարբերակելիություն։ Երկրորդ, ինչու են մեր միֆերն ու առասպելները այնքան նման ողջ մոլորակով։ Ջրհեղեղի պատմությունները, աստվածները, որոնք գալիս են երկնքից, մեծ կատակլիզմները, որոնք ջնջում են քաղաքակրթությունը։ Սա ավելին է, քան պարզապես մշակութային ժառանգություն։ Սա ավելին է, քան պարզապես պարաձագխային վառ հնդար պատելներ մի թխտություն բերեսնին ձրանու գրերովյալ չար։ Երորդ, ինչու կան այնքան շատ հնագիտական տարօրինակություններ, որոնք մենք չենք կարող բացատրել։ Մեգալիթները, տեկտիտները, փաստացի դաղականը դաղահան ացաթոթարտի հոդավ թողովինչ դոկտը կար քուշագիլտ զտերք կարանում։ Գուցե պատասխանը մեկն է, մարդկությունը արդեն անցել է այս ճանապարհով, ոչ թե մեկ անգամ, այլ բազմաթիվ անգամներ։ Մենք բարձրանում ենք, ստեղծում ենք, զարգանում ենք, եւ ապա կատակլիզմը հասնում է։ Երկնաքար, սուպերվուլկան, կլիմայական քաոս, ինչ-որ բան, որ մենք չենք կարող վերահսկել։ Եվ յուրաքանչյուր անգամ մի փոքր խումբ վերապրում է։ Նրանք պահպանում են հիշողությունը, նրանք փոխանցում են պատմությունները, նրանք վերակառուցում են, բայց յուրաքանչյուր անգամ ինչ-որ բան կորչում է։ Գիտելիքները, տեխնոլոգիան, հասկացությունը մեր իսկական տեղի մասին այս տիեզերքում։ Եվ ապա 100 սերունդ անց նոր մարդկությունը հայտնվում է նույն վայրում, նույն հարցերով, նույն վախերով, նույն ձգտումներով։ Մենք մտածում ենք, որ առաջին ենք, բայց գուցե մենք պարզապես վերջինն ենք ցիկլում։ Իսկ հիմա, առաջ քան լուրջ պատճառով երկրասար գլխիրավորություն սա խոսել են, եկեք խոսենք այն մասին, թե ինչու է սա այնքան կարևոր։
Ինչու է կարևոր հասկանալ, որ մենք կարող ենք չլինել առաջինները։ Պատասխանը պարզ է։ Եթե մենք առաջինը չենք, ապա մենք կարող ենք չլինել վերջինը։ Եթե ուրիշներ եղել են մինչև մեզ եւ նրանք անհետացել են, ապա մենք էլ կարող ենք անհետանալ։ Այս պահին, այսօր, այս րոպեին մարդկությունը կանգնած է կտրուկ գծի վրա։ Մեր տեխնոլոգիան ավելի հզոր է, քան երբևէ։ Մենք կարող ենք ցրել ատոմները, փոխել գեներները, ստեղծել արհեստական բանականություն։ Մենք կարող ենք անել բաներ, որոնք 50 տարի առաջ թվում էին հեքիաթ։ Բայց մեր թերությունը նույնն է մնացել։ Մենք դեռ մահացու ենք։ Մեր քաղաքակրթությունը դեռ խոցելի է։ Մեկ հսկա երկնաքար, մեկ սուպերվուլկան, մեկ համաճարակ, մեկ միջուկային պատերազմ, եւ ամեն ինչ կարող է ավարտվել։ Պատկերացրեք, որ վաղը մեկ երկնաքար բախվում է երկրին 10 կիլոմետր տրամագծով, նույնը, որը սպանեց դինոզավրերին։ Ինչ կլինի։ Առաջին րոպեներին պայթյուն, որը տասնակնակների փաշորականն 100 միկին գենազմարկի կիներ, կլոտա գսեկի տեմիկին, բժարրերորի կա 5 օրը շարերդատղների զեր։ Առաջին ժամերին տակալիք, որը այրում է ամեն ինչ հազարավոր կիլոմետրերի շրջանակում։ Առաջին օրերին երկնքի փակում ողջ մոլորակում։ Առաջին ամիսներին ջերմաստիճանի անկում։ Առաջին տարիներին զանգվածային սովամահություն։ Անատոմահատած հին սովաբամանքներորձը քդագրրաձեբ եղյակնուսաջուն երկրիներու սեր, գոշան տակդալ նղցս, գոլբորջաս մյուրտադրար գկատղ են արբանացած, մալյուն ժնգնացում երցտյա բարերցրուն։ Ինչքան հասեր շատ մարդիկ կգոյատևեն։ Հազարներ, տասնյակ հազարներ, գուցե 1 միլիոն, եթե բախտավոր լինենք։ Ողջ բնակչությունից 8 միլիարդից մնում է մոտավորապես 0.01%։ Տոկոս։ Մենք վերադառնում ենք գենետիկ խցան։ Նորից։ Եվ հետո ինչ։ Վերապրողները փորձում են վերականգնել։ Նրանք պահպանում են պատմությունները։ Նրանք փոխանցում են գիտելիքները։ Նրանք ստեղծում են առասպելներ մեծ կատակլիզմի մասին, որը եկավ երկնքից։ 100 սերունդ անց նրանց սերունդները կնստեն եւ կպատմեն պատմություններ մեծ ջրհեղեղի մասին։ Աստվածների մասին, որոնք պատժեցին մարդկությանը։ Նախկին արդիական դարդայնին բացարվորոնը լատազեբ գելքնն գամրինած դացրահետ ցե նարտկոլ հոտող կոկագալական աճամպացևից։ Դուք հասկանում եք։ Դուք տեսնում եք ցիկլը։ Մենք ապրում ենք այս պատմության մեջ հենց հիմա։ Բայց ահա է տարբերությունը։ Մենք առաջին անգամ մարդկության պատմության մեջ իմանում ենք սա։ Մենք ունենք գիտելիքները։ Մենք ունենք տեխնոլոգիան։ Մենք կարող ենք տեսնել երկնաքարները, որոնք մոտենում են։ Մենք կարող ենք վերահսկել կլիման։ Մենք կարող ենք տեղափոխվել այլ մոլորակներ։ Համար առաջին անգամ մենք կարող ենք կոտրել ցիկլը։ Բայց դա պահանջում է ընտրություն։ Պահանջում է, որ մենք նայենք իրականությանը աչքի մեջ եւ ընդունենք, որ մենք խոցելի ենք։ Պահանջում է, որ մենք դադարենք պատերազմել միմյանց հետ եւ սկսենք աշխատել որպես տեսակ։ Պահանջում է, որ մենք ներդրենք մեր ռեսուրսները ոչ թե սպառման, այլ գոյատևման մեջ։ Արդյոք մենք կկատարենք այս ընտրությունը։ Ես չգիտեմ։ Պատմությունը ցույց է տալիս, որ մարդիկը հազվադեպ են սովորում անցյալի սխալներից։ Մենք կրկնում ենք նույն սխալները նորից ու նորից։ Բայց գուցե այս անգամ կլինի այլ կերպ։ Գուցե մենք վերջապես պահանջողների գործնական դալուձեկ հունքում գիտ տսնող հանելու հրաժեշտ բանորաչերպ նիժմսնուկ նահեղնարոեր։ Գապիտել է քնելա վերջնին չեղսար քարը փաղաղաճկեմնելի նորորթելու գերշնու արանիուզիտ կպատմինար։ Պատասխանը կախված է մեզանից։ Յուրաքանչյուրիդ մեզանից։ Ուստի եկեք վերադառնանք մեր հիմնական հարցին։ Արդյոք մարդկությունը արդեն մեռել է 5 անգամ։ Արդյոք մենք ցիկլի մաս ենք, որը կրկնվում է նորից ու նորից։ Ես չեմ կարող ասել ձեզ վերջնական պատասխան։ Ոչ ոք չի կարող։ Ապացույցությունները ցրված են։ Տվյալները անամփոփ են։ Մեկնաբանություններն արճակատվածույն են։ Բայց ահա է այն, ինչ մենք գիտենք վստահորեն։ Մենք գիտենք, որ մարդկային բնակչությունը անցել է գենետիկ խցանների միջով։ 6 անգամ վերջին 200,000 տարում։ Յուրաքանչյուր անգամ մեր թիվը կտրուկ նվազել է։ Յուրաքանչյուր ընչուր անգամ մենք եղել ենք անհետացման եզրին։ Մենք գիտենք, որ մոլորակը անցել է կատակլիզմների միջով։ Տոբա, փոքր դրիաս, երկնաքարերի բախումներ, սուպերվուլկանները։ Յուրաքանչյուր անգամ կլիման կտրուկ փոխվել է։ Յուրաքանչյուր անգամ կենսաբազմազանությունը տուժել է։ Մենք գիտենք, որ մոլորակը անցել է կատակլիզմների միջով։ Տոբա, փոքր դրիաս, երկնաքարերի բախումներ, սուպերվուլկանները։ Յուրաքանչյուր անգամ կլիման կտրուկ փոխվել է։ Յուրաքանչյուր անգամ կենսաբազմազանությունը տուժել է։ Մենք գիտենք, որ մոլորակը անցել է կատակլիզմների միջով։ Տոբա, փոքր դրիաս, երկնաքարերի բախումներ, սուպերվուլկանները։ Յուրաքանչյուր անգամ կլիման կտրուկ փոխվել է։ Յուրաքանչյուր անգամ կենսաբազմազանությունը տուժել է։ Մենք գիտենք, որ մոլորակը անցել է կատակլիզմների միջով։ Տոբա, փոքր դրիաս,
Երկնաքարերի բախումներ, սուպերվուլկանները, յուրաքանչյուր անգամ կլիման կտրուկ փոխվել է, յուրաքանչյուր անգամ կենսաբազմազանությունը տուժել է։ Մենք գիտենք, որ մոլորակը անցել է կատակլիզմների միջով։ Տոբա, փոքր դրիաս, երկնաքարերի բախումներ, սուպերվուլկանները, յուրաքանչյուր անգամ կլիման կտրուկ փոխվել է, յուրաքանչյուր անգամ կենսաբազմազանությունը տուժել է։ Մենք գիտենք, որ մոլորակը անցել է կատակլիզմների միջով։ Տոբա, փոքր դրիաս, երկնաքարերի բախումներ, սուպերվուլկանները, յուրաքանչյուր անգամ կլիման կտրուկ փոխվել է, յուրաքանչյուր անգամ կենսաբազմազանություն, բայց կարող են նաև լինել այլ բացատրություն, ավելի սարսափելի բացատրություն, ավելի իրական բացատրություն։ Գուցե մարդկությունը իսկապես անցել է ցիկլների միջով, գուցե մենք բարձրացել ենք եւ ընկել ենք բազմաթիվ անգամներ, գուցե յուրաքանչյուր անգամ մենք մտածել ենք, որ առաջինն ենք, եւ յուրաքանչյուր անգամ մոլորակը ապացուցել է, որ մենք սխալվում ենք։ Գիտեք, թե ինչն է ամենասարսափելը։ Ոչ թե այն, որ մենք կարող ենք չլինել առաջինները։ Ամենասարսափելը այն է, որ մենք կարող ենք լինել վերջինները, ովքեր ունեն հնարավորություն փոխել ցիկլը։ Երբ դուք նայում եք գիշերային երկինք, դուք տեսնում եք լույս, որը ճանապարհորդել է միլիարդավոր տարիներ, հասնելու ձեր աչքին։ Աստղերը, որոնք դուք տեսնում եք այսօր, գուցե այլևս գոյություն չունեն։ Նրանք մահացել են միլիոնավոր տարիներ առաջ, բայց նրանց լույսը դեռ հասնում է մեզ։ Նույն կերպ է մեր ազդեցությունը տիեզերքի վրա։ Մարդկությունը կարող է անհետանալ վաղը, բայց ռադիոալիքները, որոնք մենք ուղարկել ենք տիեզերք, կշարունակեն ճանապարհորդել։ Voyager 1-ն ու 2-ը, որոնք մենք արձակել ենք միջմոլորակային տարածություն, կշարունակեն թռչել։ Մեր հետքերը կմնան, նույնիսկ եթե մենք չենք։ Բայց արդյոք դա բավական է։ Արդյոք բավական է պարզապես թողնել հետքեր, եթե կարող ենք թողնել ժառանգություն։ Արդյոք բավական է պարզապես գոյատևել, եթե կարող ենք ծաղկել։ Դուք եւ ես, մենք ապրում ենք ամենակարևոր պահին մարդկության ողջ պատմության մեջ։ Մենք ապրում ենք այն պահին, երբ մենք կարող ենք կատարել ընտրություն, մնալ մոլորակի վրա եւ սպասել հաջորդ կատակլիզմին, կամ դդառնալ բազմամոլորակային տեսակ եւ երաշխավորել մեր գոյատևումը։ Մենք ապրում ենք այն պահին, երբ մենք կարող ենք հասկանալ մեր անցյալը, վերհանել ջնջված հիշողությունները, սովորել մեր նախնիների սխալներից, կամ անտեսել ազդանշանները եւ կրկնել նույն սխալները։ Մենք ապրում ենք այն պահին, երբ մենք կարող ենք ձևավորել մեր ապագան, ստեղծել տեխնոլոգիաներ, որոնք կպաշտպանեն մեզ, կառուցել համակարգեր, որոնք կդիմանան կատակլիզմներին, կամ շարունակել այնպես, ինչպես շարունակել ենք, կարճ ժամկետ մտածելով եւ անտեսելով երկարաժամկետ սպառնալիքները։ Յուրաքանչյուր ընտրություն, որ մենք կատարում ենք այսօր, յուրաքանչյուր որոշում, որ մենք ընդունում ենք որպես հասարակություն, հասարակացնող քաղաք-կոմեց, մենացթանավորտեց կիչեմ կտեն գալնամաց, փութկանան կարիել քրեսանց է մենորորթան ցուրկ քածգելիք մեր մարը գագալարներև։ Արդյոք մենք կլինենք այն սերունդը, իչեմ կտեն գալնամաց փութկանան կարիել քրեսանց է մենորորթան ցուրկ քածգելիք մեր մարը գագալարներև։ Արդյոք մենք կլինենք այն սերունդը, իչեմ կտեն գալնամաց փութկանան կարիել քրեսանց է մենորորթան ցուրկ քածգելիք մեր մարը գագալարներև։ Արդյոք մենք կլինենք այն սերունդը, իչեմ կտեն գալնամաց փութկանան կարիել քրեսանց է մենորորթան ցուրկ քածգելիք մեր մարը գագալարներև։ Արդյոք մենք կլինենք այն սերունդը, իչեմ կտեն գալնամաց փութկանան կարիել քրեսանց է մենորորթան ցուրկ քածգելիք մեր մարը գագալարներև։ Արդյոք մենք կլինենք այն սերունդը, իչեմ կտեն գալնամաց փութկանան կարիել քրեսանց է մենորորթան ցուրկ քածգելիք մեր մարը գագալարներև։ Արդյոք մենք կլինենք այն սերունդը, իչեմ կտեն գալնամաց փութկանան կարիել քրեսանց է մենորորթան ցուրկ քածգելիք մեր մարը գագալարներև։ Արդարներև։ Արդյոք մենք կլինենք այն սերունդը, իչեմ կտեն գալնամաց փութկանան կարիել քրեսանց է մենորորթան ցուրկ քածգելիք մեր մարը գագալարներև։ Արդյոք մենք կլինենք այն սերունդը, իչեմ կտեն գալնամաց Գուցե մենք կգտնենք ճանապարհը դուրս ցիկլից։ Գուցե այս անգամ կլինի այլ կերպ։ Գուցե այս անգամ մենք կգոյատևենք։ 70,000 տարի առաջ Ինդոնեզիայի Սումատրա կղզում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը գրեթե ոչնչացրեց ողջ մարդկային տեսակը։ Դա չէր երկնաքար, դա չէր սառցադար։ Դա էր ինչ-որ բան շատ ավելի վտանգավոր, գերհրաբուխ։ Տոբա։ Այս անունը պետք է ձեզ ասի ինչ-որ բան, բայց մենք հազվադեպ ենք լսում այն պատմության դասերում։ Իսկ պետք է լսենք։ Քանի որ Տոբա պայթյունը եղել է ամենամեծ վուլկանական իրադարձությունը վերջին 2 միլիոն տարիների ընթացքում։ Այն այնքան հսկայական էր, որ մեր լեզուն նույնիսկ չունի համապատասխան բառեր դրա նկարագրության համար։ Պատկերացրեք հսկա լեռ, որի ներսում կուտակվում է մագմա։ Ոչ թե փոքր քանակով, այլ 2700 խորանարդ կիլոմետր հեղուկապար։ Սա բավարար է լցնելու ամբողջ մեծ կանյոնը 3 անգամ։
Այս մագման գտնվում է երկրի տակ, ճնշման տակ, որը շարունակ աճում է, եւ մի օր այն պայթում է։ Երբ Տոբան պայթեց, այն արտանետեց մագմա, որը ծածկեց 2600 տարածաշրջանի սյան 1000 կիլոմետր տարածություն։ Պեպելը բարձրացավ 15 կիլոմետր բարձրություն, ուղղակի մթնոլորտ։ Ցնցումային ալիքները տարածվեցին ամբողջ մոլորակով, ծովային ալիքները հասան 30 մետր բարձրության։ Բայց սա միայն սկիզբն էր, իրական աղետը եկավ հետո։ Պեպելը 10 աստիճան միջին։ Սա նշանակում է, որ տրոպիկական անտառները, որտեղ ջերմաստիճանը սովորաբար 30 աստիճան է, հանկարծ դարձան տարածքներ 20 աստիճանով։ Խավարին շրջանները, որտեղ ամառ 0 աստիճան է, դարձան -10-ը։ Սա չէր սովորական ձմեռ, սա էր վուլկանական ձմեռ, որը տևեց 6 տարի։ 6 տարի առանց լրիվ արևի լույսի։ 6 տարի, երբ բույսերը չէին կարող անել լիարժեք ֆոտոսինթեզ։ 6 տարի, երբ ցանկացած գյուղատնտեսություն անհնար էր։ 6 տարի սովի։ Օքսֆորդի համալսարանի գենետիկոս Սթենլի Էմբրոսը 18 տարի ուսումնասիրեց Թոբայի հետևանքները մարդկային բնակչության համար։ Նա վերլուծեց միտոքոնդրիալ ԴՆԹ-ն, այն գենետիկ նյութը, որը փոխանցվում է միայն մոր կողմից։ Միտոքոնդրիալ ԴՆԹ-ն թույլ է տալիս հետևել մարդկության ծագումը եւ բնակչության փոփոխություններին։ Էմբրոսը հայտնաբերեց մի բան, որը նրան շոկի մեջ դրեց։ Մոտավորապես 70,000 տարի առաջ մարդկային բնակչությունը ենթարկվել էր այն, ինչ գենետիկոսները անվանում են բուտիլկայի պարանոց։ Սա իրավիճակ է, երբ տեսակի բնակչությունը կտրուկ նվազում է մինչև շատ փոքր թիվ եւ ապա կրկին աճում է։ Գենետիկ բազմազանությունը, որը մենք տեսնում ենք այսօր, ցույց է տալիս, որ 70,000 տարի առաջ ողջ մարդկությունը թյունը հակվել էր մինչև 2000-ից 10,000 անհատ։ 2000։ Պատկերացրեք սա։ Ողջ մարդկային տեսակը, որը այսօր ունի 8 միլիարդ մարդ, մի ժամանակ էր ընդամենը 2000։ Սա նշանակում է, որ մենք բոլորս ենք սերում ներկայացուցիչներ նույն փոքր խմբի, որը գոյատևեց Թոբայի կատակլիզմից հետո։ Մենք բոլորս ունենք նույն նախնիները, ովքեր մնացին կենդանի, երբ աշխարհը վերածվել էր սարած դժոխքի։ Բայց ահա հարցը, որը Էմբրոսին չէր կարող պատասխանել։ Ինչպես է այդ 2000 մարդը գոյատևել 6 տարի վուլկանական ձմռան մեջ, առանց գյուղատնտեսության, առանց ժամանակակից տեխնոլոգիաների։ Ինչպես։ 2003 թվականին Իլինոյսի համալսարանի անթրոպոլոգ Ջոն Հոքսը առաջադրեց տեսություն։ Նա ասաց, որ մարդիկ գոյատևել են միայն աֆրիկական լճերի շրջանում, որտեղ կլիման մնաց համեմատաբար կայուն։ Այդ շրջաններում դեռ կային ջրային ռեսուրսներ, ձուկ, փոքր կենդանիներ։ Մարդիկ կենտրոնացել էին այդ տարածքներում եւ դիմել էին։ Բայց այս տեսությունը ունի խնդիրներ։ Եթե մարդիկ գոյատևել են միայն Աֆրիկայում, ինչպես են նրանք այնքան արագ տարածվել ամբողջ մոլորակով Թոբայից հետո։ Գենետիկ տվյալները ցույց են տալիս, որ մարդիկ հասան Ավստրալիայի մինչև 60,000 տարի առաջ։ Սա նշանակում է, որ նրանք էին արդեն այնտեղ, երբ Թոբան պայթեց։ Ուրեմն, եթե մարդիկ գոյատևել են ոչ միայն Աֆրիկայում, այլև Ասիայում, Ավստրալիայում, գուցե նաև Եվրոպայում, դա նշանակում է, որ նրանք ունեին ռազմավարություններ, գիտելիքներ, հմտություններ, որոնք թույլ տվեցին նրանց դիմանալ։ Բայց ինչպիսին։ Կամբրիջի համալսարանի արխեոլոգ Քուրթիս Մարիանը ուսումնասիրեց հարավային Աֆրիկայի քարանձավները, որտեղ մարդիկ ապրել են Տոբայի ժամանակ։ Նա հայտնաբերեց գործիքներ, որոնք ցույց են տալիս բարդ տեխնոլոգիաներ, փոքր քարե սայրեր, որոնք օգտագործվել են որպես նետահարների ծայրեր, սկզբունքներ ձկնորսության համար։ Նույնիսկ գունավոր պիգմենտներ, որոնք թույլ են տալիս կարծել, որ նրանք ունեին արվեստ եւ խորհրդանշություններ։ Այս մարդիկը չէին պրիմիտիվ, նրանք գիտեին, թե ինչպես գոյատևել, նրանք ունեին մշակույթ, փոխանցվող գիտելիքներ, համագործակցություն, եւ գուցե նրանք ունեին նաեւ հիշողություն։ Հիշողություն այն ժամանակների մասին, երբ աշխարհը ավելի լավ էր։ Հիշողություն քաղաքակրթությունների մասին, որոնք գոյություն ունեցել են մինչև կատակլիզմը։ Այստեղ մենք հասնում ենք ամենահետաքրքիր մասին։ Եթե Տոբան ոչնչացրեց գրեթե ամբողջ մարդկությունը 70,000 տարի առաջ, ապա ինչ էր գոյություն ունենում մինչև այդ։ Արդյոք երբևէ մարդիկ կառուցել էին քաղաքակրթություններ, նախքան Տոբան ջնջեր ամեն ինչ։ Մենք չունենք ապացույցություններ, բայց մենք նաև չպետք է ունենանք։ 70,000 տարի բավարար է, որպեսզի մոլորակը ջնջի յուրաքանչյուր հետք։ Եթե նույնիսկ հսկա քարե քաղաքներ գոյություն ունեին, դրանք կքայքայվեին, կծածկվեին հողով, կվերածվեին լեռների։ Միակ բանը, որ կարող էր մնալ, հիշողություններն են։ Հիշողություններ, որոնք փոխանցվել են սերնդեսերունդ որպես առասպելներ։ Եվ ահա մենք գալիս ենք դեպի ամենատարածված առասպելը մարդկային պատմության մեջ՝ ջրհեղեղի առասպելը։ Իրավիճակը սփոփեք։ Դուք գտնվում եք փոքր բնակավայրում 3000 տարի առաջ։ Ձեր պապը պատմում է ձեզ պատմություն, որը նա լսել է իր պապից։
Պատմություն մեծ ջրհեղեղի մասին, որը ծածկել է աշխարհը։ Պատմություն այն մասին, թե ինչպես մարդիկ փրկվել են մեծ նավակում։ Պատմություն աստվածների բարկության եւ քաոսի մասին։ Դուք մտածում եք, որ սա պարզապես հեքիաթ է։ Բայց ապա դուք ճանապարհորդում եք մյուս երկիրը, հազարավոր կիլոմետրեր հեռու, եւ այնտեղ լսում եք նույն պատմությունը։ Տարբեր անուններով, տարբեր աստվածներով, բայց նույն սյուժեն։ Ջրհեղեղ, որը ոչնչացնում է աշխարհը։ Փոքր խումբ մարդիկ, ովքեր գոյատևում են։ Վերասկիզբ։ Սա ոչ թե երևակայություն է, սա իրականություն է։ Ջրհեղեղի առասպելը գոյություն ունի գրեթե բոլոր հին մշակույթներում։ Միջագետքում դա Գիլգամեշի էպոսն է։ Հրեական ավանդությունում Նոյի տապանը։ Հնդկաստանում Մանուի պատմությունը։ Հունաստանում Դևկալյոնի առասպելը։ Չինաստանում Գունը եւ նրա պայքարը ջրհեղեղի դեմ։ Յուրաքանչյուր մշակույթ ունի իր տարբերակը, բայց բոլոր տարբերակները ունեն ընդհանուր տարրեր։ Հսկա ջրհեղեղ։ Աստվածների կամ բնության բարկությունը։ Փոքր խումբ մարդիկ, ովքեր փրկվում են։ Կենդանիները, որոնք փրկվում են նրանց հետ։ Եվ վերասկիզբը աշխարհի։ Երկար ժամանակ գիտնականները մտածում էին, որ դա պարզապես դասական մշակութային արքետիպ է։ Բոլոր մշակույթները ապրում են ջրհեղեղների տեսակների, ուստի բոլորը ստեղծում են պատմություններ նրանց մասին։ Բայց ապա նրանք սկսեցին նայել ավելի ուշադիր եւ բացահայտեցին մի բան տարօրինակ։ Այս առասպելները չեն պարզապես խոսում տեղական ջրհեղեղների մասին։ Դրանք խոսում են համաշխարհային կատակլիզմի մասին։ Ջրհեղեղ, որը ծածկեց ողջ երկիրը։ Ջրհեղեղ, որը հասավ լեռների գագաթներին։ Ջրհեղեղ, որը տևեց 40 օր եւ 40 գիշեր, կամ 1 տարի։ Կոլումբիայի համալսարանի երկրաբան Ուիլյամ Ռայանը եւ Ուոլթեր Փիթմենը 2003 թվականին հետազոտեցին Սև ծովի հատակը։ Նրանք հայտնաբերեցին ապացույցություններ մասին հսկա ջրհեղեղի, որը տեղի է ունեցել մոտավորապես 7600 տարի առաջ։ Երբ Միջերկրական ծովի ջուրը հանկարծ ներխուժեց Սև ծով, ստեղծելով ջրվեժ, որը 10 անգամ ուժեղ էր, քան Նիագարայի ջրվեժը։ Այդ ջրհեղեղը ծածկեց 100,000 քառակուսի կիլոմետր ցամաքային տարածքներ։ Բնակավայրերը, որոնք գտնվում էին Սև ծովի ափերին, ողողվեցին ջրում։ Մարդիկ ստիպված էին փախչել։ Նրանց պատմությունները, փոխանցված սերնդեսերունդ, դարձան Նոյի տապանի առասպելը։ Բայց սա բացատրում է միայն մի տարածաշրջանային առասպելը։ Ինչպես կարող ենք բացատրել, որ նույն առասպելը գոյություն ունի Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում, Պոլինեզիայում։ Այս մշակույթները երբեք չեն եղել կապված միմյանց հետ մինչև եվրոպացիների ժամանումը։ Եկեք դիտարկենք մի այլ տեսություն։ Ինչ կլիներ, եթե ջրհեղեղի առասպելը իրականում հիշողություն է ավելի հին կատակլիզմի, որը իսկապես համաշխարհային էր։ Կատակլիզմի, որը տեղի է ունեցել նախքան գրությունը, նախքան առաջին քաղաքակրթությունները, բայց որը խորը արմատներ է թողել մարդկային հավաքական հիշողության մեջ։ Փոքր Դրիասի իրադարձությունը տեղի է ունեցել 12800 տարի առաջ։ Երբ սառույցները հանկարծ հալվեցին, ծովի մակարդակը բարձրացավ մոտավորապես 120 մետրով։ Այս տեղի ունեցավ մի քանի 100 տարիների ընթացքում, բայց էին պահեր, երբ բարձրացումը եղավ շատ արագ։ Պատկերացրեք, որ դուք ապրում եք ափամերձ բնակավայրում 12000 տարի առաջ։ Ծովը գտնվում է 10 կիլոմետր հեռու։ Ձեր ընտանիքը ապրում է այնտեղ սերունդներ շարունակ։ Եվ ապա մի օր ջուրը սկսում է բարձրանալ։ Ոչ թե արագ, այլ անդադար։ Յուրաքանչյուր տարի ծովը ավելի մոտենում է։ Յուրաքանչյուր սերունդ նահանջում է ավելի ներս ցամաք։ Բայց կան պահեր, երբ ջուրը բարձրանում է կատաստրոֆիկ արագությամբ։ Երբ սառցադարային լճերը պայթում են եւ դատարկվում են օվկիանոս։ Երբ ջրային ալիքը թափվում իջնում է ցամաք։ Եվ է վրա քո բնակավայրի։ Դու փրկվում ես նավակով։ Դու տեսնում ես, թե ինչպես քո տունը, քո տաճարները, քո ամբողջ աշխարհը անհետանում է ջրի տակ։ Այս հիշողությունը մնում է, փոխանցվում է որպես առասպել։ Յուրաքանչյուր մշակույթ ավելացնում է իր սեփական մանրամասները, իր սեփական աստվածները, իր սեփական հերոսները, բայց հիմքը նույնն է։ Աշխարհը մի անգամ ոչնչացվել է ջրից եւ կարող է կրկին։ Բայց ջրհեղեղը միայն մեկ առասպելն է։ Եկեք նայենք մյուսներին։ Հունաստանում կա առասպել Ատլանտիդայի մասին։ Հսկա կղզի, քաղաքակրթությամբ, որը ընկղմվել է ծովը մեկ գիշերում։ Պլատոնը նկարագրեց այն իր երկխոսություններում Տիմայոս եւ Քրիտիաս։ Նա ասաց, որ Ատլանտիդան գոյություն ունեցել է 9000 տարի նախքան իր ժամանակ։ Սա նշանակում է մոտավորապես 12000 տարի առաջ մեր դարաշրջանից։ 12000 տարի առաջ։ Նույն ժամանակը, երբ տեղի ունեցավ փոքր Դրիասը։ Նույն ժամանակը, երբ ծովի մակարդակը բարձրացավ։ Նույն ժամանակը, երբ բազմաթիվ ափամերձ տարածքներ ողողվեցին։ Պլատոնը գուցե չէր խոսում ստեղծագործական երևակայության մասին։ Գուցե նա փոխանցում էր հիշողություններ իրական իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել հազարավոր տարիներ առաջ։ Հիշողություններ քաղաքակրթության,
որը կորել էր, երբ ջուրը բարձրացել էր։ Հարավային Ամերիկայում կա առասպել վիրակոչայի մասին։ Աստծու, որը եկավ ծովից եւ սովորեցրեց մարդկանց գյուղատնտեսությանը, ճարտարապետությանը, աստղագիտությանը։ Նա ստեղծեց քաղաքակրթությունը եւ ապա անհետացավ։ Ինկաները հավատում էին, որ վիրակոչան իրական մարդ էր, ով եկել էր ավելի հին ժամանակներից։ Եգիպտոսում քարերը խոսում են Զեբ թեպիի մասին, առաջին ժամանակի, երբ աստվածները իշխում էին Եգիպտոսում։ Այս ժամանակը նկարագրված է որպես ոսկե դար, երբ գիտելիքները եւ քաղաքակրթությունը էին իրենց գագաթնակետում, եւ հիշողությունը հին աշխարհի մնաց միայն որպես առասպելներ։ Արդյոք դա միայն պատահականություն է։ Արդյոք յուրաքանչյուր մշակույթ անկախ ստեղծեց նույն տեսակի առասպելները։ Թե գուցե սրանք իրական հիշողություններ են, որոնք խառնվել են ժամանակի հետ, բայց դեռ պահպանում են իրենց հիմքի ճշմարտությունը։ Միչիգանի համալսարանից արքեոլոգ Գրեհամ Հենքոքը 20 տարի ուսումնասիրել է հին քաղաքակրթություններ ամբողջ աշխարհում։ Նա հայտնաբերեց մի տարօրինակ օրինաչափություն։ Շատ հին կառույցներ, բուրգերը Եգիպտոսում, Անգկոր վատը Կամբոջայում, Թեոթիուականը Մեքսիկայում, բոլորը ունեն աստղագիտական տեղորոշում, որը ճշգրիտ է 10500 տարեկան երկնքի համար։ 10500 տարի, բայց այս կառույցները պաշտոնապես կառուցվել են միայն 2000-ից 5000 տարի առաջ։ Ինչպես են հին մարդիկ գիտեին 10500 տարեկան երկնքի դիրքերը, եթե նրանք չունեին գիտելիքներ այդ ժամանակից։ Հենքոքը առաջադրեց տեսություն։ Այս կառույցները կարող են լինել վերակառուցումներ ավելի հին կառույցների, որոնք ոչնչացվել են կատակլիզմից։ Կամ դրանց ճարտարապետները օգտագործել են գիտելիքներ, որոնք փոխանցվել էին շատ հին ժամանակներից։ Բայց գիտական հանրույթը մերժեց նրա տեսությունը։ Նրանք ասացին, որ դա հակասում է ամեն ինչին, ինչ մենք գիտենք մարդկային քաղաքակրթության զարգացման մասին։ Մենք գիտենք, որ մարդիկ էին որսորդ հավաքորդներ մինչև 10000 տարի առաջ։ Մենք գիտենք, որ առաջին քաղաքակրթությունները հայտնվեցին Միջագետքում 6000 տարի առաջ։ Մենք գիտենք, որ չկար ոչինչ նախքան դա։ Բայց գիտենք իսկապես, թե մենք պարզապես ենթադրում ենք, քանի որ չենք գտել ապացույցություններ։ Եվ եթե ապացույցություններն ուղղակի ջնջվել են։ 2014 թվականին Թուրքիայում արքեոլոգները կատարեցին բացահայտում, որը ցնցեց գիտական աշխարհը։ Նրանք հայտնաբերեցին Գոբեկլի թեփե, հսկա քարե կոմպլեքս, որը կառուցվել էր 11600 տարի առաջ։ Սա 1000 տարի ավելի հին էր, քան բուրգերը Եգիպտոսում, 2000 տարի ավելի հին, քան Սթոունհենջը։ Գոբեկլի թեփեն չի պարզապես խումբ քարեր։ Դա բարդ կառույց է, 20 թոնա քարե սյուներով, որոնք զարդարված են կենդանիների քանդակներով։ Դա պահանջել է կազմակերպված աշխատուժ, ճարտարագիտական գիտելիքներ, սոցիալական հաստատությունը։ Բայց պաշտոնական պատմության համաձայն 11600 տարի առաջ մարդիկ դեռ էին որսորդ հավաքորդներ։ Նրանք չունեին գյուղատնտեսություն։ Նրանք չապրում էին քաղաքներում։ Նրանք չպետք է կարողանային կառուցել ինչ-որ բան այդպիսին, բայց նրանք կառուցեցին, եւ սա ամեն ինչ փոխեց։ Եթե մարդիկ կարող էին կառուցել Գոբեկլի թեփեն 11600 տարի առաջ, ապա ինչ էին նրանք կարող անել նախքան այդ։ Գուցե փոքր Դրիասը իսկապես ջնջեց ավելի հին քաղաքակրթություն, եւ Գոբեկլի թեփեն կառուցված էր այն մարդկանց կողմից, ովքեր փորձում էին վերականգնել իրենց կորցրած գիտելիքները։ Դուք տեսնում եք օրինաչափությունը։ Յուրաքանչյուր անգամ, երբ մենք խորանում ենք անցյալը, մենք հայտնաբերում ենք ավելի հին եւ ավելի բարդ բաներ, քան մենք ակնկալում էինք։ Յուրաքանչյուր անգամ մեր հաստատուն պատկերացումները մարդկության պատմության մասին խախտվում են։ Իսկ հիմա եկեք խոսենք այն մասին, ինչի մասին գիտնականները հազվադեպ են խոսում հանրային ելույթներում։ Կա մի բան, որի մասին արքեոլոգիան եւ պատմագիտությունը չեն սիրում խոսել։ Դա կոչվում է բացակայող ապացույցություններ։ Մենք գիտենք, որ ինչ-որ բան պետք է գոյություն ունենա, բայց մենք չենք կարող գտնել այն։ Եվ երբ մենք չենք կարող գտնել բանը, մենք պարզապես ենթադրում ենք, որ այն երբեք չի գոյություն ունեցել։ Բայց դա տրամաբանական անսխալ է։ Բացակայությունը ապացույցության չի նշանակում ապացույցություն բացակայության։ Հատկապես երբ խոսքը վերաբերում է ժամանակներին, որոնք տասնյակ հազարավոր տարիներ հին են։ Եկեք մտածենք այս մասին տրամաբանորեն։ Եթե այսօրվա մարդկային քաղաքակրթությունը հանկարծ անհետանար, ինչ կմնար 50000 տարի հետո։ Ոչինչ, կամ գրեթե ոչինչ։ Մեր քաղաքները կքայքայվեին, մեր ճանապարհները կծածկվեին բուսականությամբ, մեր մետաղե կառույցները կժանգոտեին եւ կփոշյանային, մեր պլաստիկը կքայքայվեր միկրոպլաստիկի, նույնիսկ մեր միջուկային թափոնները կվերածվեին ուղակի անվտանգ տարրերի։ Միակ բանը, որ իսկապես կարող էր մնալ, քարե կառույցներն են, բայց նույնիսկ քարը քայքայվում է։ Լեռները բարձրանում են եւ ընկնում են։ Տեկտոնական սալերը շարժվում են։ 70000 տարի ավարտուն երկրաբանական դարաշրջան։ Արդյունքում
Եթե նույնիսկ հսկա քաղաքակրթություն գոյություն ունեցել է 70,000 տարի առաջ, մենք չպետք է ակնկալենք գտնել նրանից շատ բան։ Գուցե մի քանի տարօրինակ քարե կառույցներ, որոնց ծագումը մենք չենք կարող բացատրել։ Գուցե մի քանի երկրաքիմիական անոմալիաներ, ինչպիսիք են լիբիական ապակին, եւ գուցե առասպելներ։ Բայց ահա մի փաստ, որը ցնցում է։ Երկրագնդի ջրամբարների տակ, ծածկված նստվածքներով, կան ամբողջ տարածքներ ցամաքի, որոնք մենք երբեք չենք ուսումնասիրել։ Երբ վերջին սառցադարը ավարտվեց, ծովի մակարդակը բարձրացավ 120 մետրով։ Սա նշանակում է, որ 120 մետր ավելի ցածր տարածքները, որոնք մի անգամ էին ցամաք, այժմ ջրի տակ են։ Այդ տարածքներում կարող էին լինել ափամերձ քաղաքակրթությունները, քաղաքները, բնակավայրերը, տաճարները, բոլորը այժմ թաղված են 100 մետր նստվածքների տակ օվկիանոսի հատակում։ Մենք չենք նայել այնտեղ, քանի որ դա թանկ է եւ դժվար, եւ քանի որ մենք գիտենք, որ չի կարող լինել ոչինչ հետաքրքիր։ Բայց երբեմն պատահականորեն մենք գտնում ենք բանմը։ 2005 թվականին Հնդկաստանի ափերից հեռու 25 մետր խորության տակ հայտնաբերվեցին քարե կառույցներ, որոնք տեսվում էին բնիրդ։ Քաղաքը, որը ողողվել էր։ Դվարական Քամփաթը։ Ածխածնի թվագրումը ցույց տվեց 9500 տարի։ Գիտական հանրությունը խիստ քննադատեց այս բացահայտումը։ Նրանք ասացին, որ դա բնական քարաժանյակային կառուցվածքներ են, ոչ թե մարդկային կառույցներ։ Բայց լուսանկարները ցույց են տալիս փողոցների օրինակները, ուղղանկյուն բլոկները, անկյուններ, որոնք շատ համաչափ են բնական կառուցվածքների համար։ Արդյոք դվարական իրական քաղաք է։ Մենք չգիտենք։ Այն պահանջում է ավելի խորը ուսումնասիրություն, բայց դրա հնարավորությունը բացում է դռները դեպի անհավանական պատկերացումը, այն քաղաքակրթությունները, որոնք գոյություն ունեցել են նախքան պաշտոնական պատմությունը եւ այժմ թաղված են օվկիանոսի հատակում։ Իսկ հիմա եկեք խոսենք այն բանի մասին, ինչը գիտնականները իսկապես չեն ուզում քննարկել՝ կրկնվող օրինաչափությունների մասին։ Յուրաքանչյուր 6000 տարին երկը կուտակված էներգիան աստղագիտական եւ երկրաբանական օրինաչափություններից կարող է հասցնել կատակլիզմների, կտրվածք տեղավորվածք։ Տաուրիդ երկնաքարային հոսքը յուրաքանչյուր 3000 տարին մտնում է երկրի ուղեծրի մոտակայքում։ Արևային ակտիվության ցիկլերը կարող են պատճառ դառնալ կլիմայական փոփոխություններին։ Եթե նայենք պատմությանը, մենք տեսնում ենք օրինաչափություն։ Մոտավորապես յուրաքանչյուր 12000 տարին տեղի է ունենում մեծ կլիմայական փոփոխություն։ Փոքր դրիասը 12800 տարի առաջ։ Նախորդ միջսառցադարային տաքացումը 24000 տարի առաջ։ Նախորդը 36000 տարի առաջ։ Սա կարող է պարզապես պատահականություն լինել, բայց գուցե ոչ։ Գուցե երկիրը անցնում է ցիկլերի միջով եւ յուրաքանչյուր ցիկլի վերջում տեղի է ունենում զրոյացում, կատակլիզմ, որը ջնջում է մեծ մասը, ինչ գոյություն ունի մոլորակի վրա։ Եթե այս տեսությունը ճիշտ է, ապա մենք ոչ թե առաջին քաղաքակրթությունն ունենք, մենք 6-րդն ենք կամ 7-րդը, կամ 50-րդը։ Յուրաքանչյուր անգամ կատակլիզմը զրոյացնում է հաշվիչը։ Գոյատևողները սկսում են նորից, առանց գրերի, առանց գրադարանների, առանց համացանցի։ Միայն բանավոր հիշողություններով, որոնք դառնում են առասպելներ։ Եվ յուրաքանչյուր անգամ, երբ նոր քաղաքակրթությունը բարձրանում է, այն կարծում է, որ առաջինն է։ Նրանք նայում են երկինք եւ մտածում. մենք առաջիններն ենք, ովքեր հասկանում են աստղերը։ Նրանք բացահայտում են մաթեմատիկան եւ մտածում. մենք առաջիններն ենք, ովքեր հասկանում են թվերը։ Նրանք կառուցում են քաղաքներ եւ մտածում. մենք առաջիններն ենք, ովքեր ստեղծել են քաղաքակրթությունը։ Բայց նախորդները մտածել են նույնը, եւ նրանք ոչնչացել են։ Եվ մենք նույնպես կոչնչանանք, եթե հաջորդ կատակլիզմը գա, մինչև մենք պատրաստ լինենք։ Այժմ դադարեցրեք եւ մտածեք ձեր սեփական կյանքի մասին։ Դուք ապրում եք աշխարհում, որտեղ կա էլեկտրականություն, համացանց, բժշկություն, տրանսպորտ։ Բոլոր այս բաները թվում են հարատև, բայց դրանք չեն։ Դրանք կախված են հսկա տեխնիկական համակարգերից, որոնք պահանջում են շարունակական սպասարկում։ Եթե էլեկտրական ցանցը կանգնի 1 տարի, ամեն ինչ կխախտվի։ Սնունդը կփչանա, ջուրը կդադարի հոսել, հաղորդակցությունը կընդհատվի, քաղաքները կդառնան անբնակելի, մարդիկ կմեռնեն միլիոնավորներով։ Եվ եթե կատակլիզմը տևի ավելի երկար, 5 տարի, 10 տարի, ապա մենք կկորցնենք ոչ միայն ենթակառուցվածքը, այլև գիտելիքները։ Կմնան միայն այն մարդիկը, ովքեր գիտեն, թե ինչպես գոյատևել առանց տեխնոլոգիայի։ Որսորդներ, ձկնորսներ, գյուղացիներ։ Մնացածը կմեռնի, եւ երբ այդ գոյատևողները պատմեն իրենց երեխաներին հին աշխարհի մասին, երկնաքերերի, ինքնաթիռների, համակարգիչների մասին, երեխաները կկարծեն, որ դա հեքիաթներ են, առասպելներ։ Պատմություններ ոսկե դարի մասին, երբ աստվածները իշխում էին երկրի վրա, եւ 1000 տարի հետո ոչ ոք չի հավատա, որ մենք երբևէ գոյություն ունեցել ենք։
Բայց եկեք վերադառնանք կոնկրետ գիտությանը։ Արդյոք կան ապացույցություններ, որ մարդկությունը ունակություն ունեցել է բարձր տեխնոլոգիաներ անցյալում։ Պաշտոնապես ոչ։ Մենք չենք գտել հին համակարգիչներ, հին ինքնաթիռներ, հին ատոմակայաններ, բայց մենք գտել ենք որոշ տարօրինակ բաներ, որոնք չենք կարող լիովին բացատրել։ Բաղդադի մարտկոցը։ 3000 տարեկան կավե ամանը, որը պարունակում է պղնձե գլան եւ երկաթեմագիա։ Երբ լցնում ես քացախով, այն արտադրում է էլեկտրականություն։ Ինչու էին հին պարսիկները կարիք ունենում էլեկտրականության։ Անտիկիթերայի մեխանիզմը։ 2100 տարեկան բրոնզե սարք, որը գտնվել է հունական նավի փլատակներում։ Այն պարունակում է 30 ատամնավոր անիվներ եւ հաշվարկում է երկնային մարմինների դիրքերը։ Սա այնքան բարդ էր, որ նման բան չհայտնվեց Եվրոպայում մինչև 14-րդ դարը։ Ինչպես են հին հույները ստեղծել այդքան բարդ մեխանիզմը։ Արդյոք դա եզակի հանճարի աշխատանքն էր, թե դա մնացորդն էր ավելի լայն գիտելիքների, որոնք դրանից հետո կորան։ Պուսանի քարերը։ Պերում։ Հսկա քարե բլոկներ, որոնք տեղադրված են այնքան ճշգրիտ, որ դուք չեք կարող մտցնել դանակի սայր նրանց միջև։ Յուրաքանչյուր քարը ունի անկանոն ձև, բայց դրանք տեղավորվում են միմյանց հետ ամբողջական կերպով։ Ոչ մի շաղախ, ոչ մի լրացուցիչ նյութ։ Արդի ինժեներները փորձել են վերարտադրել այս տեխնիկան։ Նրանք չեն կարողացել։ Նույնիսկ լազերային սարքավորումներով հնարավոր չէ ստեղծել այդպիսի ճշգրտություն մեծ անկանոն ձևի քարերով։ Բայց ինկաները, կամ նրանցից առաջ ով որ կառուցել է դա, արեցին այն առանց մետաղական գործիքների, կամ առնվազն դա է այն, ինչ մեզ ասում են։ Եգիպտոսի բուրգերը։ Մենք գիտենք, որ դրանք կառուցվել են փարավոնների գերեզմաններ լինելու համար, բայց ոչ մի փարավոնի մարմին երբևէ չի գտնվել մեծ բուրգում։ Ոչ մի հիերոգլիֆ, որը հաստատում է, որ Քուֆուն իսկապես կառուցել է այն։ Մեծ բուրդը պարունակում է 2.300.000 քարե բլոկ, յուրաքանչյուրը կշռում է միջինը 2 տոննա 500 կիլոգրամ։ Այն կառուցված է այնպիսի ճշգրտությամբ, որ 4 կողմերի երկարության տարբերությունը ոչ ավելի է, քան ծեր 5 սենտիմետր։ Սա ավելի ճշգրիտ է, քան մեծ մասը ժամանակակից շենքերից։ Ինչպես են եգիպտացիները առանց մետաղական գործիքների, առանց անիվի, առանց քարշակների կարողացել տեղափոխել եւ տեղադրել 2.300.000 քարե բլոկներ այդպիսի ճշգրտությամբ։ Պաշտոնական պատասխանը փայտե գլորիչներ, պարաններ եւ շատ աշխատուժ։ Բայց ճարտարագետներն ասում են, որ դա անհնար է։ Նույնիսկ եթե յուրաքանչյուր եգիպտացին աշխատեր 20 տարի ամեն օր, թվերը չեն ստացվում։ Նրանք պետք է տեղադրեին 1 բլոկ յուրաքանչյուր 2 րոպեում 20 տարի անընդմեջ։ Իսկ ինչ կասեք ներքին խորշերի մասին։ Թագավորի խորշը տեղակայված է բուրգի կենտրոնում, 45 մետր բարձրության վրա։ Այն կառուցված է հսկա գրանիտե բլոկներից, յուրաքանչյուրը կշռում է 70 տոննա։ Ինչպես են նրանք բարձրացրել 70 տոննա գրանիտ 45 մետր բարձր առանց ժամանակակից սարքավորումների։ Մենք չգիտենք։ Մենք ունենք տեսություններ, բայց ոչ մի վստահ պատասխան։ Եվ երբ գիտնականներին հարցնում ենք ուղակի, շատերը պարզապես ուսեր ենք մռմռալիս եւ ասում. հնում, մարդիկ շատ խելացի էին։ Բայց գուցե հնում մարդիկ ունեին գիտելիքներ, որոնք մենք կորցրել ենք։ Գիտելիքներ, որոնք փոխանցվել էին նախորդ քաղաքակրությունից։ Գիտելիքներ, որոնք դիմադրել են կատակլիզմին որպես բանավոր ավանդություններ եւ մասնակի հասկացողություններ։ Եվ ապա այդ գիտելիքները նորից կորան, քանի որ գրություն բավարար չէ։ Պապիրուսը այրվում է, կավե տախտակները կոտրվում են, քարերը քայքայվում են։ Միակ բանը, որ իսկապես մնում է, կոդավորված գիտելիքներն են առասպելներում եւ կառույցների ճարտարապետության մեջ։ Գուցե բուրգերը ոչ թե գերեզմաններ են, գուցե դրանք հուշարձաններ են։ Նկարչություններ քարի մեջ այն մասին, ինչ մարդկությունը կարող է ստեղծել, երբ այն միավորված է։ Հուշարձաններ, որոնք նախատեսված էին գոյատևելու կատակլիզմներից եւ ասելու ապագա սերունդներին. մենք էինք այստեղ, մենք կառուցեցինք սա, դուք կարող եք նաեւ։ Իսկ եթե այդպես է, ապա բուրգերը իրենց հաղորդագրությունը կատարել են։ Մենք տեսնում ենք դրանք, մենք ցնորվում ենք, մենք փորձում ենք հասկանալ, եւ գուցե ճիշտ սա էր նպատակը։ Բայց կա ավելի կարևոր հարց։ Եթե ճիշտ է, որ մարդկությունը արդեն մի քանի անգամ ոչնչացել է եւ վերածնվել, ապա ինչպես մենք կարող ենք խուսափել նույն ճակատագրից։ 2012 թվականին NASA-ի գիտնականները հրապարակեցին զեկույց արևի մագնիսական փոթորիկների մասին։ Նրանք ասացին, որ 1765 թվականին արևը արտազատեց հսկայական կորոնալ արտանետում, պլազմայի եւ մագնիսական դաշտերի պայթյուն, որը բախվեց երկրին։ Այդ ժամանակ մենք չունեինք էլեկտրական ցանց, մենք չունեինք սպուտներ, մենք չունեինք ոչինչ, որը կարող էր վնասվել։
բայց եթե նույն իրադարձությունը տեղի ունենար այսօր, այն կկործանար ամբողջ մեր էլեկտրական ենթակառուցվածքը։ Տրանսֆորմատորները կայրեին, էլեկտրական ցանցը կհատվեր, սպուտնիկները կձախողվեին, համացանցը կընկճվեր եւ վերագանգնումը կտևեր տարիներ, 10 տարի, 20 տարի, կախված վնասների ծավալից։ 60 տարեկան էլեկտրական համակարգերի փորձագետ Ջոն Կապենման հաշվարկել է, որ եթե Քերինգթոն իրադարձությունը, այսպես անվանեցին 1765 թվականի փոթորիկը կրկնվի այսօր, վնասները կկազմեն $2 տրիլիոն միայն ԱՄՆ-ում։ Եվ սա չի ներառում մարդկային կորուստները։ Մտածեք սա. մեկ արևային փոթորիկ կարող է վերադարձնել ողջ քաղաքակրթությունը 19-րդ դար։ Առանց պատերազմի, առանց երկնաքարի, պարզապես քանի որ մեր ողջ ենթակառուցվածքը հիմնված է էլեկտրականության վրա, որը խոցելի է մագնիսական դաշտերի նկատմամբ։ Եվ սա միայն մեկ սպառնալիքն է, կան նաև երկնաքարեր։ ՆԱՍԱ-ն ներկայումս հետևում է 26300 երկնաքարերի, որոնք դասակարգված են որպես պոտենցիալ վտանգավոր։ Սա նշանակում է, որ նրանց ուղեծիրները անցնում են երկրի ուղեծրի մոտ։ Մենակ պետք է մեկը շեղվի մի փոքր։ Մեկ խոտորում նրա ուղեծրում, պայմանավորված այլ աստերոիդի ազդեցությամբ, եւ այն կարող է բախվել մեզ։ Մենք կտեսնենք դա գալիս միայն մի քանի օր առաջ, կամ եթե այն գալիս է արևի կողմից, մենք կարող ենք ընդհանրապես չտեսնել։ 2007 թվականին 150 մետրանոց երկնաքար անցավ երկրից 30,000 կիլոմետր հեռավորությունից։ Սա ավելի մոտ է, քան մեր հեռուստածրագրային սպուտնիկները։ Մենք չտեսանք այն գալիս։ Այն բացահայտվեց միայն մի քանի ժամ հետո, երբ այն արդեն անցել էր։ Եթե այդ երկնաքարը բախվեր, այն կազատեր էներգիա, համարժեք 5000 ատոմային ռմբեին։ Ողջ քաղաքը կոչնչանար, միլիոնավոր մարդիկ կմեռնեին, եւ մենք չէինք նույնիսկ իմանա, որ այն գալիս էր։ Արդյոք մենք պատրաստ ենք։ Ոչ։ Մենք ունենք ծրագրեր, բայց ոչ իրական պաշտպանություն։ Եթե մեծ երկնաքար գա դեպի մեզ, մենք կարող ենք միայն դիտել եւ հուսալ, որ այն կանցնի։ Իսկ ինչ վերաբերում է գերհրաբուխներին, Ելոուստոունի գերհրաբուխը վերջին անգամ պայթել է 600,000 տարի առաջ։ Նրա ցիկլը մոտավորապես 600,000 տարի է։ Սա նշանակում է, որ մենք մոտենում ենք հաջորդ պայթյանը։ Եթե Ելոուստոունը պայթի, այն կարտազատի մագմա, որը կկրի ողջ հյուսիսային Ամերիկայի կենտրոնը։ Պեպելը կծածկի երկինքը տարիներ շարունակ։ Գլոբալ ջերմաստիճանը կընկնի 10 աստիճանով։ Գյուղատնտեսությունը կձախողվի։ Միլիարդավոր մարդիկ կկանգնեն սովի երեսար։ Արդյոք մենք կարող ենք կանխել սա։ Ոչ։ Մենք չունենք տեխնոլոգիա մագմայի երթևեկությունը կառավարելու համար։ Մենք կարող ենք միայն դիտել սեյսմիկ ակտիվությունը եւ հուսալ, որ մենք ստանանք բավարար նախազգուշացում տարհանբելու համար։ Իսկ ինչ վերաբերում է համաճարակներին, 2019 թվականին COVID-19-ը ներցույց տվեց, թե որքան խոցելի ենք մենք։ Մի վիրուս, որի մահացությունը միայն 2%-ն էր, բլոկավորեց ողջ աշխարհը։ Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե վիրուսի մահացությունը լիներ 30% կամ 50%։ Սպիտակ բշտիկի աղետը 14-րդ դարում սպանեց Եվրոպայի բնակչության 30%-ից 50%-ը, մոտավորապես 50 միլիոն մարդ։ Բայց այդ ժամանակ չկար գլոբալ ավիացիա, չկար խտացած քաղաքներ։ Մարդիկ ապրում էին փոքր համայնքներում եւ հիվանդությունը տարածվում էր դանդաղ։ Այսօր մեկ վարակված մարդը կարող է թռչել Լոնդոնից դեպի Նյու Յորք 12 ժամում։ Մեկ օրում վիրուսը կարող է տարածվել 10 քաղաքում, մեկ շաբաթում 50 երկրում։ Եթե իսկապես վտանգավոր վիրուս սկսվի, մենք չենք կարող այն կանգնեցնել։ Եվ ամենասարսափելին, մենք ինքներս ենք ստեղծում նոր սպառնալիքներ։ Ատոմային զենքը, կենսաբանական զենքը, արհեստական ինտելեկտը, որը կարող է դառնալ ավելի խելացի, քան մենք։ Բոլոր այս տեխնոլոգիաները կարող են ոչնչացնել մեզ ավելի արդյունավետ, քան ցանկացած բնական կատակլիզմ։ Ուստի այստեղ մենք ենք, տեսակ, որը հասել է տեխնոլոգիական մակարդակի, որտեղ մենք կարող ենք ոչնչացնել ինքներս մեզ։ Եվ միևնույն ժամանակ կախված ենք բնությունից, որը ցանկացած պահի կարող է մեզ զրոյացնել։ Արդյոք մենք կարող ենք շարժվել հետ ցիկլից։ Կարող ենք դառնալ առաջին քաղաքակրթությունը, որը գոյատևում է իր սեփական կատակլիզմներից։ Պատասխանը կախված է մեզնից։ Մտածեք ձեր սերունդների մասին, որոնք կգան 200 տարի հետո։ Ինչ աշխարհ կթողնենք նրանց։ Արդյոք նրանք կապրեն քաղաքականություններով, հարողակ միլիարդատերերով եւ դատական սոցիալական համակարգերով, որոնք իրենց մեղքերի պատասխանը տարածական մոլուցմամբ համարում են։ Ցերտյոք նրանք կապրեն քաղաքակրթության մեջ, որը զարգացել է եւ տարածվել է աստղերի։ Թե նրանք կփնտրեն մեր ավերակները եւ կհարցնեն, թե ինչպես մենք թույլ տվեցինք, որ ամեն ինչ կորչի։ Եթե մենք ուզում ենք շարժվել հետ ցիկլից, մենք պետք է անենք երկու բան։ Առաջինը,
Մենք պետք է պատրաստ լինենք կատակլիզմներին։ Մենք պետք է ունենանք պահուստային ծրագրեր, պահուստային էներգիայի աղբյուրներ, պահուստային սննդի պաշարներ, պահուստային գիտելիքներ, որոնք կարող են գոյատևել նույնիսկ եթե ամբողջ ենթակառուցվածքը քայքայվի։ Երկրորդը, մենք պետք է տարածվենք։ Մենք չպետք է լինենք միայն մեկ մոլորակի վրա։ Եթե բոլոր ձվերը մեկ զամբյուղում են եւ զամբյուղը ընկնում է, կորչում է ամեն ինչ։ Բայց եթե մենք ունենք համայնքներ լուսնի վրա, Մարսի վրա, աստերոիդների վրա, ապա մեկ կատակլիզմ երկրի վրա չի ոչնչացնի ամբողջ մարդկությունը։ Սա ֆանտաստիկա չէ, սա անհրաժեշտություն է։ Եթե մենք ցանկանում ենք որպես տեսակ երկար ժամանակ գոյատևել, մենք պետք է դառնանք բազմամոլորակային։ Բայց առայժմ մենք չենք դա անում։ Մենք ծախսում ենք ռեսուրսներ պատերազմների, ջերմակ անիմաստ սպառողական ապրանքների, կարճաժամկետ շահույթի վրա։ Մենք ապրում ենք, կարծես վաղը պետք է գա անպայման, բայց պատմությունը ցույց է տալիս, որ վաղը կարող է չգալ։ Յուրաքանչյուր այս մոլորակային ենթադրանքը կարող է կոչվել ստորգուտների կողմից։ Իսկ հիմա անհրաժեշտ է հասկանալ, ինչի համար կարելի է մեզ նկատի ունենալ ստորգուտների կողմից, որ վաղը կարող է չգալ։ Յուրաքանչյուր քաղաքակրթություն, որը գոյություն ունեցել է մեզանից առաջ, մտածել է, որ դա հավերժական է։ Դրանք կառուցել են քաղաքներ եւ հրաշալիքներ։ Դրանք հավատացել են իրենց անդառնալիությանը։ Եվ ապա կատակլիզմը եկավ, եւ ամեն ինչ ավարտվեց։ Մենք տարբեր չենք։ Մենք նույնպես հավատում ենք մեր անդառնալիությանը։ Մենք նույնպես մտածում ենք, որ մեր քաղաքակրթությունը չի կարող անհետանալ։ Բայց հենց այնպես, ինչպես Տոբան ջնջեց քաղաքակրթություններն 70,000 տարի առաջ, հենց այնպես, ինչպես փոքր Դրիասը ջնջեց քաղաքակրթությունները 12,800 տարի առաջ, ինչ որ բան կարող է ջնջել մեզ վաղը։ Հարցը ոչ թե արդյոք, այլ երբ։ Եվ երբ այն տեղի ունենա, արդյոք մեր սերունդների 4-րդ սերունդը կգտնի մեր ավերակները եւ կհարցնի. ով էին նրանք եւ ինչու նրանք չպատրաստվեցին։ Հիմա վերադառնամ ձեզ մոտ։ Դուք, ով դիտում է այս տեղեկատվությունը, դուք գուցե մտածում եք, սա շատ մռայլ է, կամ սա պարանոյա է, կամ ինչ կարող եմ ես անել։ Բայց հենց սա է նպատակը։ Ոչ թե վախեցնել ձեզ, այլ արթնացնել ձեզ այն փաստի հանդեպ, որ մեր քաղաքակրթությունը խոցելի է, որ մարդկությունը արդեն մի քանի անգամ գրեթե ոչնչացել է, որ մենք ոչ թե անկորուստ ենք, բայց ի տարբերություն նախորդ քաղաքակրթությունների, մենք ունենք մի բան, ինչ նրանք չունեին։ Մենք ունենք գիտության մեթոդը, մենք ունենք գլոբալ հաղորդակցությունը, մենք ունենք տեխնոլոգիաները, որոնք կարող են օգնել մեզ գոյատևելու, եթե մենք ընտրենք դրանք օգտագործել։ 70,000 տարի առաջ Սումատրա կղզու հարավում պայթեց վուլկան, որը գրեթե ոչնչացրեց մարդկությունը։ Գիտնականները այն անվանում են Տոբա գերհրաբուխ։ Սա ամենամեծ պայթյունն է, որը տեղի է ունեցել վերջին 2 միլիոն տարվա ընթացքում։ Եվ մենք գիտենք դրա մասին միայն նրա շնորհիվ, որ մարդկությունը հրաշքով գոյատևել է։ Պատկերացրեք այդ օրը։ Տոբա գտնվում էր հայտնի հրաբխային գոտում։ Հազարավոր տարիների ընթացքում սնդիկի տակ կուտակվել էր մագմա, ճնշումը բարձրանում էր։ Եվ մի օր այն հասավ քրիտիկական կետին, երկիրը բացվեց։ Պայթյունը ազատեց մոտավորապես 2600 կուբիկ կիլոմետր նյութ։ Սա 1000 անգամ ավելի է, քան Սենթ Հելենս հրաբխի պայթյունը 2000-րդ թվականին։ 1000 անգամ։ Մտածեք այս թվի մասին։ Մոխիրը եւ գազը շպրտվեցին 35 կիլոմետր բարձրության, ուղղակի ստրատոսֆեր։ Ամպը տարածվեց ամբողջ մոլորակի վրա մի քանի օրվա ընթացքում։ Արևը անհետացավ։ Մթնոլորտը լցվեց ծծմբական թթվով։ Ջերմաստիճանը ընկավ 10 աստիճան Ցելսիուս համաշխարհային մակարդակում։ Բայց դա միայն միջինն էր։ Որոշ շրջաններում ջերմաստիճանը ընկավ 15 աստիճան։ Սա նշանակում էր, որ տարածքներ, որոնք նախկինում ունեին չափավոր կլիմա, հանկարծ վերածվեցին արկտիկական անապատների։ Վուլկանական ձմեռը տևեց 6 տարի։ 6 տարի առանց արևի։ 6 տարի, երբ բույսերը չէին կարող ֆոտոսինթեզ անել։ Անտառները մեռան։ Կենդանիները սովամահացան։ Մարդիկ, որոնք այդ ժամանակ դեռ որսորդ հավաքորդներ էին, հայտնվեցին աշխարհում, որտեղ որսալու եւ հավաքելու բան չկար։ Բայց վուլկանական ձմեռը միայն սկիզբն էր։ Դրանից հետո եկավ սառցադարը։ Ծծմբական թթուն մթնոլորտում ստեղծեց գերազանց պայմաններ սառցադարային ծածկույթի ընդլայնման համար։ Սառույցը սկսեց ուղղակիորեն ստեղծվել օվկիանոսներում։ Ջերմաստիճանը շարունակեց ընկնել։ Եվ սա տևեց ոչ թե 6 տարի, այլ 1000 տարի։ Ռասերի համալսարանից անթրոպոլոգ Սթենլի Ամբրոզը 2000 թվականին առաջադրեց տեսություն, որը շոկեցրեց գիտական հանրությանը։ Նա ուսումնասիրել էր մարդկային գենետիկական բազմազանությունն եւ հայտնաբերել էր մի բան անհավանական։ Մարդկությունը չունի բազմազանություն։ Համեմատեք մարդուն շիմպանզեի հետ։ Շիմպանզեները ապրում են միայն Աֆրիկայում, համեմատաբար փոքր տարածքում։ Մարդիկ ապրում են ամբողջ մոլորակի ողջ տարածքում, վրա։
Բայց շիմպանզեները ունեն 8 անգամ ավելի գենետիկական բազմազանություն, քան մենք։ 8 անգամ։ Ինչպես է սա հնարավոր։ Պատասխանը՝ խցան։ Մարդկության պատմության մեջ եղել է պահ, երբ մեր թիվը նվազել է այնքան սահմանափակ, որ գենետիկական բազմազանությունը գրեթե կորել է։ Գիտնականները այն անվանում են գենետիկական խցան։ Եվ ամենահետաքրքիրը, այն ճիշտ ժամանակին է տեղի ունեցել տոբապայթյունից հետո։ Ամբրոզը վերլուծեց միտոխոնդրիալ դնեթն, այն գենետիկական նյութը, որը փոխանցվում է միայն մոր կողմից։ Միտոխոնդրիալ դնեթն չի վերակազմվում, ուստի այն ավելի հեշտ է հետևել ժամանակի ընթացքում։ Նա պարզեց, որ բոլոր ժամանակակից մարդիկ ունեն միտոխոնդրիալ դնեթը, որը գալիս է ընդամենը մի քանի հազար կանանցից, ովքեր ապրել են մոտավորապես 70,000 տարի առաջ։ Դրանից հետո նա ուսումնասիրեց եք-քրոմոսոմը, այն գենետիկական նյութը, որը փոխանցվում է միայն հոր կողմից։ Նույն արդյունքը։ Բոլոր ժամանակակից մարդիկ ունեն եք-քրոմոսոմ, որը գալիս է ընդամենը մի քանի հազար տղամարդկանցից նույն ժամանակաշրջանում։ Ամբրոզը հաշվարկեց, որ մարդկության ամբողջ բնակչությունը 70,000 տարի առաջ կրճատվել է մինչև 2000-ից 10,000 անհատ։ 2000։ Պատկերացրեք սա։ Ամբողջ մարդկությունը հավաքվեց մի փոքրիկ քաղաքի չափով։ Մի լոնդոնական թաղում ավելի շատ մարդիկ են, քան ողջ մարդկությունը այդ ժամանակ։ Դա նշանակում է, որ մենք գրեթե մեռանք։ Մենք էինք մի քայլ հեռու ամբողջական անհետացումից։ Եթե այդ 2000-ից 10,000 մարդիկ չէին գոյատևի, մենք այստեղ չէինք լինի այսօր։ Չէին լինի քաղաքներ, տեխնոլոգիաներ, արվեստ, գիտություն, ոչինչ։ Իսկ հիմա նայեք այս ուրիշ փաստին։ Նույն ժամանակում 70,000 տարի առաջ գրեթե բոլոր այլ մեծ կեցվածքային տեսակները նույնպես անցան գենետիկական խցան։ Օրանգուտանգները, մաքուները, շիմպանզեները, բոնոբոները, գորիլլաները, բոլորը միաժամանակ։ Դա չի կարող լինել պատահականություն։ Երբ բոլոր մեծ կեցվածքային տեսակները միաժամանակ անցնում են գենետիկական խցան, դա նշանակում է համաշխարհային կատակլիզմ։ Եվ մենք գիտենք այդ կատակլիզմի անունը՝ Տոբա։ Բայց ահա հետաքրքիր հարցը. մարդիկ չէին ապրում Սումատրայում 70,000 տարի առաջ։ Մենք ապրում էինք Աֆրիկայում։ Տոբա գտնվում է հազարավոր կիլոմետր հեռու։ Ինչպես կարող էր մեկ հրաբուխ, անկախ նրանից, թե որքան ուժեղ է, ոչնչացնել գրեթե ամբողջ մարդկությունը մի այլ մայրցամաքում։ Պատասխանը գտնվում է մթնոլորտում։ Երբ Տոբան պայթեց, այն ոչ պարզապես շպրտեց մոխիր։ Այն շպրտեց մոտավորապես 100 միլիոն տոննա ծծմբական գազ։ Այս գազը մթնոլորտում արագորեն վերածվեց ծծմբական թթվի փոքրիկ կաթիլների, աերոզոլների։ Այդ աերոզոլները տարածվեցին ամբողջ մոլորակի շուրջը։ Աերոզոլները արտացոլում են արևային ճառագայթը։ Ավելի շատ աերոզոլներ, ավելի քիչ ջերմություն հասնում է մակերևույթին։ 100 միլիոն տոննա ծծմբական աերոզոլներ բավարար են, որպեսզի փոխեն համաշխարհային կլիման 10 տարի։ Եվ Տոբան շպրտեց 100 միլիոն տոննա։ Իսկ հիմա ավելացվեք կլիմայի դեպքական փոփոխականությունը։ 70,000 տարի առաջ մենք արդեն գտնվում էինք սառցադարային շրջանում։ Կլիման արդեն սառ էր։ Սառույցը արդեն ընդլայնվում էր։ Տոբան պարզապես խթանեց այդ գործընթացը։ Այն դարձրեց սառ կլիման անհնարին։ Ռադգերսի համալսարանից պալեոկլիմատոլոգ Մայքլ Ռամփինոն 2013 թվականին վերլուծեց սառցադարային նստվածքները Գրենլանդիայում եւ Անտարկտիդայում։ Այդ նստվածքները պահպանում են ինֆորմացիա մթնոլորտի բաղադրության եւ ջերմաստիճանի մասին։ Ռամփինոն գտավ հստակ ապացույցություն Տոբա պայթյունից հետո կլիմայի կտրուկ փոփոխության մասին։ Ջերմաստիճանը Գրենլանդիայում ընկավ 16 աստիճան Ցելսիուս մի քանի տարում։ 16 աստիճան։ Պատկերացրեք, որ դուք ապրում եք Լոնդոնում, որտեղ տիպիկ ձմեռային ջերմաստիճանը մոտ 5 աստիճան է, եւ հանկարծ այն դառնում է -11 աստիճան, յուրաքանչյուր ձմեռ։ 10 տարի։ Աֆրիկայում ազդեցությունը եղավ այլ։ Անձրևները դադարեցին, տրոպիկական անտառները սկսեցին մեռնել, սավանաները վերածվեցին անապատների։ Ջուրը դարձավ ամենահազվագյուտ ռեսուրսը, եւ մարդիկը, որը կախված էր այդ էկոհամակարգերից, սկսեց մեռնել։ Ինչ անում ես, երբ քո աշխարհը ոչնչանում է։ Դու փոխվում ես կամ մեռնում ես։ Այն 2000-ից 10,000 մարդիկ, ովքեր գոյատևեցին, փոխվեցին։ Նրանք սովորեցին ստեղծել ավելի բարդ գործիքներ։ Նրանք սովորեցին համագործակցել ավելի մեծ խմբերում։ Նրանք սովորեցին հարմարվել ծայրահեղ պայմաններին։ Կոլումբիայի համալսարանից գենետիկ Սփենսեր Ուելսը 2006 թվականին ուսումնասիրել է մարդկային միգրացիայի գենետիկական հետքերը։ Նա պարզեց, որ բոլոր ոչ աֆրիկյան մարդկությունը գալիս է ընդամենը մի փոքրիկ խմբից մարդկանցից, ովքեր լքեցին Աֆրիկան մոտավորապես 70,000 տարի առաջ։ Այդ խումբը կազմված էր ընդամենը մոտավորապես 250 մարդուց։ 250 մարդիկ։ Մի փոքրիկ ցեղ։
Եվ այդ փոքրիկ ցեղից գալիս են բոլոր ասիացիները, եվրոպացիները, ամերիկացիները, ավստրերը, ավստրալացիները, բոլորը։ Յուրաքանչյուր ոչ աֆրիկյան մարդ այսօր մոլորակի վրա ունի նախնիներ, ովքեր մաս էին կազմում այդ փոքրիկ խմբի։ Ինչու են նրանք լքել Աֆրիկան։ Ստանդարտ տեսությունը ասում է, որ նրանք պարզապես փնտրում էին նոր տարածքներ, բայց գուցե դա այլ բան էր։ Գուցե նրանք փախչում էին մոլորակից, որը դարձել էր անապատ։ Փախչում էին մահից։ Եվ նրանք գտան ճանապարհ դեպի մերձավոր արևելք, ապա Ասիա, ապա Եվրոպա, ապա Ավստրալիա, ապա Ամերիկա։ Նրանք տարածվեցին ամբողջ մոլորակով, եւ նրանք գոյատևեցին։ Բայց ինչ եղավ մնացածների հետ։ Այն մարդկանց հետ, ովքեր չլքեցին Աֆրիկան։ Մենք գիտենք, որ նրանք նույնպես գոյատևեցին, որովհետև ժամանակակից աֆրիկացիները ունեն նրանց գեներ, բայց նրանց թիվը նվազել էր։ Նրանք նույնպես անցել էին գենետիկական խցան։ Հիշեք այս պահը։ Մենք խոսում ենք ոչ թե պատմության մասին, որը տեղի է ունեցել հազարավոր տարի առաջ։ Մենք խոսում ենք պատմության մասին, որը տեղի է ունեցել 70,000 տարի առաջ։ Մեր կենդանի հիշողությունը դրա մասին բնականաբար չկա, բայց դա գրված է մեր գեներում։ Յուրաքանչյուր անգամ, երբ գենետիկ վերլուծում է մարդկային դնիթը, նա տեսնում է այդ խցանի հետքերը։ Մենք բոլորս կրում ենք այն։ Այն ենք նրանց, ովքեր գոյատևեցին։ Եվ գուցե այդ պատճառով մենք այնքան կրկնակի ենք որպես տեսակ։ Գուցե այդ պատճառով մենք երբեք չենք կարող լիակատար վստահ լինել ապագայի վերաբերյալ։ Գենետիկական հիշողությունը մեր մեջ ճչում է։ Մենք գրեթե մեռանք մեկ անգամ։ Դա կարող է կրկնվել։ Բայց դա դեռ բոլոր պատմությունը չէ։ Գենետիկական խցանը Տոբայի ժամանակ միակը չէ։ Կան ուրիշներ։ Կա բան, որը գիտնականները փորձում են խուսափել քննարկումից հանրային տարածքում։ Դա մի հարց է, որը կարող է ցնցել կրոնական եւ աշխարհայացքային համակարգերը։ Բայց երբ դուք նայում եք ապացույցություններին, այն դառնում է անխուսափելի։ Յուրաքանչյուր հին մշակույթ ունի առասպել մեծ ջրհեղեղի մասին, յուրաքանչյուր մեկը։ Արտեքը տարբեր են, բայց հիմքը միշտ նույնն է։ Աշխարհը ոչնչացվել է ջրի միջոցով, եւ միայն մի փոքրիկ խումբ մարդիկ գոյատևել են։ Շումերական Գիլգամեշի էպոսում ութնապիշտին կառուցում են նավ եւ փրկում է իր ընտանիքը եւ կենդանիներին։ Եբրայական աստվածաշնչում Նոյը անում է նույնը։ Հնդկական Մահաբարատայում Մանուն կառուցում է նավ եւ փրկվում է։ Հին Հունաստանում Դևկալյոնը եւ Պիրռան գոյատևում են ջրհեղեղից։ Չինական միութոլոգիայում Գուն եւ Յուն պայքարում են հսկա ջրհեղեղի դեմ։ Մայա ցևերի առասպելներում աշխարհը ոչնչացվել է ջրով։ Ինկաների առասպելներում նույնը։ Աբորիգենների Ավստրալիայում նույնը։ Մաորիների Նոր Զելանդիայում նույնը։ Նորթ Ամերիկայի հնդկացիներում նույնը։ 250-ից ավելի մշակույթներ ողջ մոլորակի վրա ունեն առասպելներ մեծ ջրհեղեղի մասին։ 250։ Դա չի կարող լինել պատահականություն։ Դա չի կարող լինել միայն մետաֆորա։ Ինչ որ բան տեղի է ունեցել, որը թողել է այդքան խորը հետք հավաքական հիշողության մեջ, որ յուրաքանչյուր մշակույթ այն փոխանցել է սերունդերից սերնդի։ Եդինբուրգի համալսարանից անթրոպոլոգ Ջեյմս Ջորջ Ֆրեյզերը 19-րդ եւ 20-րդ դարերի սահմանագծում հավաքեց եւ վերլուծեց ջրհեղեղի առասպելները ողջ աշխարհից։ Նա հայտնաբերեց, որ բոլորը ունեն միևնույն տարրերը։ Առաջին՝ նախազգուշացում։ Աստվածները կամ էակները նախազգուշացնում են մի փոքրիկ խմբի մարդկանց։ Երկրորդ՝ պատրաստություն։ Մարդիկ կառուցում են նավ կամ փնտրում են բարձր վայր։ Երրորդ՝ կատակլիզմ։ Ջուրը բարձրանում է եւ ծածկում է ողջ աշխարհը։ Չորրորդ՝ գոյատևում։ Միայն մի փոքրիկ խումբ գոյատևում է։ Հինգերորդ՝ վերականգնում։ Ջուրը նահանջում է, եւ գոյատևածները նորից կառուցում են քաղաքակրթությունը։ Ֆրեյզերը հարցրեց անհարմար հարցը. ինչու են բոլոր այդ պատմությունները այդքան նման։ Նրա պատասխանը եղավ, որ նրանք բոլորը արտացոլում են մեկ իսկական իրադարձություն։ Մի իրադարձություն, որը տեղի է ունեցել նախքան մշակույթների տարանջատումը։ Բայց սա առաջացնում է հետևյալ հարցը. երբ։ Երբ է տեղի ունեցել այդ մեծ ջրհեղեղը։ Ստանդարտ տեսությունը կապում է ջրհեղեղի առասպելները փոքր դրիասի իրադարձության հետ։ 12800 տարի առաջ, երբ հսկա սառցադարային լճերը հանկարծ դատարկվեցին օվկիանոսը եւ ստեղծեցին համաշխարհային ջրհեղեղ։ Դա տրամաբանական է։ Ժամանակը համապատասխանում է։ Կատակլիզմը բավարար մեծ է։ Բայց կա խնդիր։ Փոքր դրիասի իրադարձությունը մեծամասամբ ազդեցություն ունեցավ հյուսիսային կիսագնդում։ Բայց ջրհեղեղի առասպելները գտնվում են նաև հարավային կիսագնդում, Ավստրալիայում, հարավային Ամերիկայում, Աֆրիկայում։ Ինչպես կարող էր հյուսիսային կիսագնդի իրադարձությունը ստեղծել համաշխարհային առասպել։ Մոնաշի համալսարանից երկրաբան Պատրիկ Նանը 2011 թվականին առաջադրեց այլընտրանքային տեսություն։ Նա ուսումնասիրել էր օվկիանոսի մակարդակի փոփոխությունները վերջին 20,000 տարվա ընթացքում։
Նա հայտնաբերեց, որ օվկիանոսի մակարդակը բարձրացել է մոտավորապես 120 մետրով վերջին սառցադարից հետո։ 120 մետր։ Մտածեք այս թվի մասին, դա 40 հարկանի շենք է։ Պատկերացրեք, որ օվկիանոսի մակարդակը բարձրանում է 40 հարկ։ Ողջ ափամերձ տարածքները ծածկվում են, քաղաքները անհետանում են, աղբյուրները աղվեցվում են, միլիոնավոր մարդիկ պետք է տեղահանվեն։ Նանը հաշվարկեց, որ եթե վերջին սառցադարի մեջ մարդիկ ապրում էին ափամերձ տարածքներում, ապա յուրաքանչյուր մշակույթ անխուսափելիորեն կիսվեր պատմություններ ջրի մասին, որը ոչնչացնում է նրանց աշխարհը։ Եվ ափամերձ տարածքները միշտ եղել են ամենաբարենպաստը բնակության համար։ Ձկնորսություն, առևտուր, փոխադրում։ Հնագետները հայտնաբերել են, որ ամենահին բնակավայրերը գտնվում են հենց այնտեղ, որտեղ այսօր օվկիանոսն է։ Իսկ հիմա ավելացրեք հետևյալ փաստը. օվկիանոսի մակարդակի բարձրացումը տեղի է ունեցել ոչ թե հանդարտ տեմպով, այլ կտրուկ ցատկերով։ Կային շրջաններ, երբ մակարդակը բարձրանում էր մի քանի մետր տասնամյակում, ապա կանգ, ապա նորից ցատկ։ Մաքս Պլանկի ինստիտուտից կլիմատոլոգ Թոմաս Շտոկերը 2002 թվականին վերլուծեց սառցադարային տվյալները եւ հայտնաբերեց, որ ամենամեծ ցատկը տեղի է ունեցել մոտավորապես 14600 տարի առաջ։ Օվկիանոսի մակարդակը բարձրացել է 14 մետր 50 տարում։ 14 մետր 50 տարում։ Պատկերացրեք, որ դուք ձկնորս եք 14600 տարի առաջ։ Դու ապրում ես փոքր գյուղում ափին։ Քո պապիկը ասում է, որ նրա երիտասարդությունում ափը 500 մետր հեռու էր։ Հիմա այն քեզանից 20 մետրն է, եւ յուրաքանչյուր տարի այն մոտենում է։ Դու տեսնում ես, թե ինչպես ճահիճը ծածկում է ձկնորսական բանակները, ինչպես ջուրը մտնում է դաշտերը, ինչպես հին տաճարները անհետանում են ջրի տակ։ Ինչ անում ես։ Դու տեղափոխվում ես բարձր տեղ։ Դու հավաքում ես քո ընտանիքին եւ տեղափոխվում ես։ Եվ երբ հարցնում են քեզնից թե ինչու, դու պատմում ես մեծ ջրհեղեղի մասին, որը ոչնչացրեց քո հին աշխարհը։ Բայց գուցե դա ավելի շատ է, քան միայն օվկիանոսի մակարդակի բարձրացում։ Գուցե ջրհեղեղի առասպելները արտացոլում են բազմաթիվ իրադարձություններ։ Յեյլի համալսարանից պատմաբան Ուիլյամ Ռայանը եւ Ուոլթեր Փիթմենը 10 թվականներում առաջադրեցին տեսություն, որը շոկեցրեց պատմաբանների համայնքը։ Նրանք ուսումնասիրել էին Սև ծովի երկրաբանությունը եւ հայտնաբերել էին ապացույցություն մասսիվ ջրհեղեղի մասին, որը տեղի է ունեցել մոտավորապես 7600 տարի առաջ։ Այդ ժամանակ Սևը ծովը չէր ծով։ Այն լճեր լինելու կոմպլեքս էր, որի մակարդակը 100 մետրով ցածր էր, քան այսօր։ Շրջակա տարածքները բարենպաստ էին գյուղատնտեսության համար։ Մարդիկ ապրում էին այնտեղ հազարավոր տարիների ընթացքում։ Ապա միջերկրական ծովի վիմակարդակը բարձրացավ սառցադարային սառույցի հալումից հետո։ Ճնշումը Բոսֆորի նեղուցի վրա մեծացավ, եւ մի օր վտակը կոտրեց։ Ռայանը եւ Փիթմենը հաշվարկեցին, որ ջուրը արագությամբ կիրառվեց Սև ծովի ավազան։ Հոսքը եղավ 200 անգամ ավելի մեծ, քան Նիագարայի ջրվեժը։ Յուրաքանչյուր օր մակարդակը բարձրանում էր 15 սանտիմետր։ Յուրաքանչյուր օր ափամերձ բնակավայրերը անհետանում էին։ Կատակլիզմը տևեց 2 տարի։ 2 տարի անընդհատ ջրհեղեղի։ Ողջ էկոհամակարգը փոխվեց։ Քաղմած ջուրը վերածվեց աղի, կենդանիները մեռան, դաշտերը ջրի տակ մնացին։ Մարդիկ փախչում էին դեպի արևելք եւ դեպի արևմուտք, տարածելով պատմությունը մեծ ջրհեղեղի մասին։ Սակայն քննադատներ փաստարկում են, որ Սև ծովի ջրհեղեղը շատ ուշ է, միայն 7600 տարի հին։ Ջրհեղեղի առասպելները կարծես ավելի հին են, եւ դրանք գտնվում են մշակույթներում, որոնք երբեք չէին ապրել Սև ծովի մոտ։ Ուրեմն ինչ է պատասխանը։ Գուցե պատասխանը այն է, որ եղել են բազմաթիվ ջրհեղեղներ։ Յուրաքանչյուր մշակույթ կիսվում է իր սեփական կատակլիզմի մասին, բայց դրանք բոլորը հիմնված են նույն կառուցվածքի վրա՝ ջուր, ոչնչացում, փրկություն, վերականգնում։ Կամ գուցե դա առավել խորհրդավոր է։ Գուցե ջրհեղեղի առասպելները արտացոլում են մի իրադարձություն, որը այդքան հին է, որ մենք այլևս չենք հիշում, թե երբ է այն տեղի ունեցել։ Մի իրադարձություն, որը տեղի է ունեցել նախքան գրավոր պատմությունը, նախքան քարե բնակավայրերը, նախքան գյուղատնտեսությունը։ Ո՞րն է ճշմարտությունը։ Մենք գիտենք արդյոք։ Գիտեմ, թե ինչ եք մտածում հիմա։ Սա ակնհայտ երևակայություն է։ Եթե մարդկությունը նախկինում ունեցել է զարգացած քաղաքակրթություններ, որտեղ են ապացույցությունները, որտեղ են շենքերը, ճանապարհները, գործիքները։ Դա վավեր հարց է, եւ ես պատրաստ եմ պատասխանել, բայց նախ եկեք հասկանանք, թե ինչպես աշխատում է ժամանակը երկրաբանական մասշտաբներով։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մենք թողել ենք հազարավոր տանկեր, ինքնաթիռներ, նավեր ամբողջ մոլորակի վրա, ամուր մետաղական կառույցներ։ Որոշները կշռում են տասնյակ տոննա։ 5 սովորական 10100 եղել են առաջ, տեղի առլետ եղել։ Տարի միայն հաջողություն, տարի գցեք 2։ Որտեղ են դրանք հիմա։
Գերմանական յուն ավակները, որոնք խորտակվել են օվկիանոսի հատակին, կորոզիայի են ենթարկվում։ 25-ից 50 տարում դրանցից ոչինչ չի մնա։ Կոկորդիչը, Հիտլերի հսկա բետոնային կառույցները Ֆրանսիայի ափերին, արդեն քայքայվում են, բետոնը ճաքում է։ Ամրացնող երկաթը ժանգոտվում է եւ ընդլայնվում է, քայքայելով կառույցը ներսից։ Նյու Յորքում, եթե մարդիկ հանկարծ անհետանան, մետրոն լցվում է ջրով 7 օրում։ Էլեկտրական համակարգը խանգարվում է 1 ամսում։ Երկնաքերերը սկսում են քայքայվել 3 տարում։ 50 տարում մեծ մասը փլում է։ 100 տարում ամբողջ քաղաքը վերածվում է անտառի ծածկույթի։ Կորնելի համալսարանից քաղաքային էկոլոգ Աննան Սփիրնը 2007 թվականին հեղինակեց գիրք «Աշխարհը առանց մեզ»։ Նա մանրակրկիտ վերլուծեց, թե ինչպես կվարվի մարդկային քաղաքակրթությունը, եթե մենք հանկարծ անհետանանք։ Նրա եզրակացությունները շոկային էին։ 100 տարի գրեթե բոլոր փայտե կառույցները փտում են։ 200 տարի բոլոր մետաղե կառույցները ժանգոտվում են։ 500 տարի բետոնը քայքայվում է։ 1000 տարի միայն քարե կառույցները դիմանում են եւ նույնիսկ դրանք սկսում են փլվել։ Իսկ հիմա պատկերացրեք մի քաղաքակրթություն, որը գոյություն ունեցել է 70,000 տարի առաջ։ Ոչինչ չէր մնա։ Ազդից ոչինչ։ Նույնիսկ քարե կառույցները կլիներ քայքայված տեկտոնական ակտիվությունից, էրոզիայից, կլիմայական փոփոխություններից։ Բայց սպասեք, եթե դա այդպես է, ապա ինչպես մենք գիտենք դինոզավրների մասին։ Դինոզավրները մեռել են 65 միլիոն տարի առաջ, եւ մենք գտանք նրանց ոսկորները։ Այստեղ է գտնվում տարբերությունը։ Դինոզավրերն էին կենդանիներ կենսաբանական մարմներով։ Երբ նրանք մեռան, նրանց ոսկորները թաղվեցին նստվածքներում։ Նստվածքները հարաստված են միներալներով, դառնալով ապարներ։ Ոսկորները հարաստացան եւ ֆոսիլների վերածվեցին, բայց քաղաքակրթությունը չի թաղված միևնույն եղանակով։ Մետաղը չի ֆոսիլացվում։ Բետոնը չի ֆոսիլացվում։ Պլաստիկը քայքայվում է։ Միակ բանը, որը մնում է երկար ժամանակ, դա քարն է, եւ նույնիսկ քարը կարող է քայքայվել հատելով միլիոնավոր տարիներ։ Բնական արագ